Քաղաքի ամենափայլուն հյուրանոցում շքեղ գիշերվա ընթացքում մի արաբ միլիոնատեր կարմիր զգեստի մասին պարզ խաղադրույքը վերածեց հրապարակային նվաստացման ներկայացման։ Տեսախցիկների ու դաժան ծիծաղների ներքո մի աշխատողուհի, որը մի ժամանակ փայլուն գիտնական էր, ստիպված էր որոշել կրկին խոնարհել գլուխը թե ուղիղ աչքերի մեջ նայելով մարտահրավեր նետի իշխանությանը։ Այն, ինչ նա համարում էր անհաջող կատակ, վերածվեց համաշխարհային սկանդալի, որը կարող էր ոչնչացնել համբավներ, բացել հին վերքեր մայր ու դուստր դնել անողոք փոթորկի կենտրոնում։ Մի քանի ամիս անց նույն մարդը, որ սրահում բարձր էր ծիծաղել, ստիպված եղավ ճշմարտությանը բախվել։ Որոշ խաղադրույքներ շատ ավելի թանկ են, քան փողը, որոշ զգեստներ բացահայտում են այն մեծությունը, որը շքեղությունը երբեք չի տեսնում։ Մինչ այս նվաստացման դիմադրության անսպասելի շրջադարձերի զարմանալի պատմությունը կիմանաք, մոռանաք բաժանորդագրվել ալիքին միացնել զանգակը, չկորցնեք մեր սարսափելի պատմությունները։ Գլուխ 1. Երանի լուսաբացը դեռ պահպանում էր նախարշալույսյան ժամերի ծանր լռությունը, երբ Անահիտ Սարգսյանը, որին բոլորը պարզապես Անո էին ասում, իր մաքրության սայլակը հրում էր Մանուկյան գործընկերներ ընկերության ապակեպատ միջանցքներով, որը երկրի խոշորագույն բիզնես խորհրդատվական ընկերություններից մեկն էր։ Նրա քայլերը թեթ էին, գրեթե անլսելի ներկրված մարմարե հատակի վրա, որն արտացոլում էր քաղաքի մեղմ լույսերը, որը երբեք լիովին չէր քնում։ Առավոտյան 4:40 էր, նա արդեն կես ժամ այնտեղ էր, կատարելով այն առօրյան, որը կրկնում էր գրեթե 3 տարի, նույն լուռ նվիրումով, ինչպես միշտ։ Անոն 42 տարեկան էր, բայց նրա կլոր դեմքն ու մուգ աչքերը դեռ պահպանում էին մի երիտասարդություն, որն ամենօրյա հոգնածությունը համառորեն փորձում էր ջնջել։ Նրա մազերը հավաքված էին պարզ հանգույցով, մի քանի անհնազանդ մազափունջ փախչում էր ճակատին։ Մուգ կապույտ համազգեստը, թե մաշված, բայց միշտ անթերի, անձնական հպարտության հարց էր։ Նա ուշադրությամբ մաքրում էր յուրաքանչյուր մանրուք, կարծես այդ շքեղ սենյակներն իր սեփական տունը լինեին, թե գիտեր, որ ցերեկն այնտեղ աշխատող մարդկանց մեծամասնության համար ինքը պարզապես բնապատկերի մի մասն էր, նույնքան անտեսանելի, որքան պատերի վրայի աբստրակտ նկարները կամ ռազմավարական անկյուններում դրված դեկորատիվ բույսերը։ Մանուկյան գործընկերները զբաղեցնում էր Երանի ֆինանսական սրտում, հյուսիսային պողոտայի ամենաժամանակակից շենքերից մեկի 3 ամբողջական հարկերը։ Այստեղ կնքվում էին միլիոնավոր դոլարների պայմանագրեր, մշակվում էին բիզնես ռազմավարություններ, կարիերաներ էին կառուցվում կամ կործանվում այն ապակյա սենյակներում տեղի ունեցող հանդիպումների ժամանակ։ Անոն գիտեր այդ տարածքի յուրաքանչյուր սանտիմետրը։ Գիտեր, թե որտեղ է առավոտյան լույսն առաջինը ընկնում, որ գործադիրներն են իրենց սեղաններն ավելի անկարգ թողնում, ով է մաքուր սուրճ խմում, ով է նախընտրում կաթով ու շաքարով։ Դրանք մանրամասներ էին, որոնք նա լուռ պահում էր իր մեջ, իր զուգահեռ աշխարհի մի մասը, որը գոյություն ուներ, երբ մյուս բոլորն արդեն գնացել էին։ Մինչ գլխավոր խորհրդակցությունների սենյակի կահույքը սրբում էր, Անոն թույլ տվեց, որ իր մտքերը թափառեն, ինչպես սովորաբար անում էր այդ միայնակ ժամերին։ Մտածեց իր դստեր Անուշի մասին, որն ավարտում էր ավագ դպրոցը, երազում էր բժշկական ընդունվել։ Մտածեց տանը սպասող հաշիվների մասին, Մալաթիա Սեբաստիայի փոքրիկ բնակարանի ամսավճարի մասին, որը նա կիսում էր իր այրի մոր դստեր հետ։ Մտածեց նա, ինչպես ամեն առավոտ, այն ամենի մասին, ինչ թողել էր հետում այստեղ լինելու համար, այս աշխատանքում, որը վճարում էր հաշիվները, բայց թաքցնում էր մի ճշմարտություն, որը քչերը գիտեին։ Վերելակի ձայնը նրան վերադարձրեց ներկա։ Չափազանց վաղ էր որե գործադիրի համար, բայց երբեմն որոշ աշխատամոլներ գալիս էին 6-ից շուտ, օրը շուտ սկսելու համար։ Անոն ավտոմատ կերպով քաշվեց դեպի սենյակի անկյունը, դառնալով էլ ավելի զուսպ, գրեթե անտեսանելի։ Դա Արմեն Մանուկյանն էր, ընկերության սեփականատերը, 50 անց մի տղամարդ, կատարյալ սանրված ալեխառն մազերով, կոստյումով, որն արժեր ավելին, քան Անոյի 3 ամսվա աշխատավարձը, այն տեսքով, թե միշտ մի քանի քայլ առաջ է բոլորից։ Արմեն Մանուկյանը լեգենդ էր հայկական կորպորատիվ աշխարհում։ Երանյան ավանդական ընտանիքի զավակ, նա իր կայսրությունը կառուցել էր սուր խելքի, հզոր կապերի այնպիսի գործարքներ կնքելու թվացյալ անսահման կարողության համադրությամբ, որոնք մյուսները համարում էին անհնար։ Նրանով հիանում էին, նրանից վախենում էին, ոմանց կողմից ատում էին նույն ուշքնությամբ։ Նրա համար աշխարհը բաժանվում էր նրանց, ովքեր կարող էին, նրանց, ովքեր կարող էին օգտակար լինել, նրանց, ովքեր պարզապես գոյություն չունեին։ Անոն, նա վստահ էր, պատկանում էր վերջին կատեգորիային։ Նա անցավ Անոյի կողքով առանց հայացք գցելու, բարձրաձայն խոսելով հեռախոսով մի պայմանագրի մասին, որը բանակցվում էր Սյունիքի գործարարների հետ։ Նրա ձայնն արձագանքում էր դատարկ միջանցքներում, վստահ, իշխող։
Անոն շարունակեց իր աշխատանքը, անտեսանելի ինչպես միշտ, բայց նրա ականջները որսացին խոսակցության պատառիկներ։ Ինչ-որ բան տարածաշրջանային առանձնահատկությունների մասին, որոնք բարդացնում էին հաղորդակցությունը, մշակութային տարբերությունների մասին, որոնք պետք է հաղթահարվեին, հիասթափության մասին, որ գործ ունի մարդկանց հետ, ովքեր չեն խոսում իր կորպորատիվ լեզվով։ Նա զուսպ ժպտաց։ Ճշգրիտ գիտեր, թե նա ինչի մասին էր խոսում, թե Արմենը երբեք չէր պատկերացնի, որ իր սենյակը մաքրող կինը կարող է որևէ կարծիք ունենալ այդ հարցի շուրջ։ Նրա համար դա պարզապես հերթական հավաքարարն էր, մեկը, առանց պաշտոնական կրթության, առանց մշակույթի, առանց որևէ բանի, որը կարող էր արժեք ավելացնել այն բարդ աշխարհին, որում նա բնակվում էր։ Եթե նա իմանար, մտածեց Անոն, մինչ դատարկում էր աղբամանները վերադասավորում խորհրդակցությունների սենյակի աթոռները։ Եթե նա իմանար ճշմարտությունն այն մասին, թե ով է ինքն իրականում, ինչ է սովորել, այն տարիների մասին, որոնք նվիրել էր ակադեմիական հետազոտություններին, նախքան կյանքը նրան ստիպեց կատարել ընտրություններ, որոնք երբեք չէր պատկերացրել, որ պետք է կատարի։ Բայց դա մի պատմություն էր, որը նա պահում էր կրծքի խորքում փակված, շատ այլ բաների հետ միասին, որոնց մանուկյան գործընկերներ ի ապակեպատ միջանցքները երբեք ականատես չէին լինի։ Օրը սկսեց բացվել, կամաց-կամաց առաջին աշխատակիցները սկսեցին գալ։ Խորհրդատուների թիմը, բոլորը երիտասարդ, հավակնոտ, հագնված բրենդային հագուստով գրելով թանկարժեք նոթբուքեր։ Նրանք անցնում էին Անոյի կողքով, չտեսնելով նրան, կլանված իրենց սեփական մտահոգություններով, իրենց վերընթաց կարիերաներով, իրենց երազանքներով, դառնալ հաջորդ Արմեն Մանուկյանը։ Նա նրանց դիտում էր հասկացողության մելանխոլիայի խառնուրդով։ Նրանք լավ մասնագետներ էին, տեխնիկապես իրավասու, բայց կար մի բան, որ նրանց պակասում էր, մի զգայունություն, որը գալիս է միայն նրանից, ով աշխարհը տեսել է այլ տեսանկյուններից, ով ճանաչում է ոչ միայն ապակեպատ գրասենյակները, այլ դրանց տանող փողոցները։ Առավոտյան ժամը 8-ի սահմաններում Անոն արդեն ավարտել էր իր աշխատանքի մեծ մասը, վերին հարկերում իջավ խոհանոց, որտեղ սովորաբար սուրճ էր խմում, նախքան առաջին հարկի ընդհանուր տարածքները մաքրելը։ Այնտեղ նա հանդիպեց տիկին Նունեին, խոհարարուհուն, որը պատրաստում էր սուրճն ու նախուտեստները գործադիր հանդիպումների համար։ Նունեն մոտ 60 տարեկան էր, ծնունդով լոռուց էր, երան էր եկել ավելի քան 30 տարի առաջ, գրելով երազանքներ, որոնք ժամանակը վերածել էր ավելի համեստ, բայց ոչ պակաս արժանապատիվ մի բանի։ Այսօր առավոտյան Արմենին տեսա, Անո հարցրեց Նունեն, դասավորելով ճենապակյա բաժակները, որոնք պետք է օգտագործվեին օրվա առաջին հանդիպմանը։ Դեմքին ժպիտ չկար։ Կարծում եմ, գործերն այնքան էլ լավ չեն գնում։ Անոն գլխով արեց, մի կում անելով թունդ սուրճից, որը Նունեն միշտ պատրաստում էր այնպես, ինչպես ինքն էր սիրում։ Լսեցի, որ հեռախոսով էր խոսում։ Ինչ-որ բան կա Սյունիքի հետ կապված պայմանագրի հետ։ Թվում է, բարդացել է։ Նունեն գլուխը թափահարեց։ Այս հարուստ տղամարդիկ, նրանք կարծում են, որ կարող են ամեն ինչ գնել, ամեն ինչ լուծել փողով։ Բայց կան բաներ, որ փողով չես գնի, չէ՞։ Կան բաներ, որոնց սիրտ է պետք, մարդկանց հասկանալ է պետք։ Իսկ դա նրանք չունեն։ Երկու կանայք կիսեցին մի պահ լուռ համաձայնություն։ Նրանք այդ ընկերության ներսում զուգահեռ աշխարհի մի մասն էին, մի աշխարհի, որտեղ մարդիկ ամեն ինչ աշխատեցնում էին, բայց հազվադեպ էին որևէ ճանաչում ստանում։ Կար նա պարոն Աշոտը, գիշերային անվտանգության աշխատակիցը, որն իրավաբանություն էր սովորում մասնավոր համալսարանում, իր իսկ գրպանից վճարելով։ Կար Մոնիկան ընդունարանից, որը սահուն խոսում էր 3 լեզվով, բայց աշխատանքի էր ընդունվել միայն իր ներկայանալի արտաքինի համար։ Այդ շենքում այնքան շատ թաքնված տաղանդներ կային, այնքան շատ պատմություններ, որոնք ոչ ոք իրեն չարչարանք չէր տալիս իմանալու։ Առավոտն առաջ գնաց, Անոն ավարտեց իր առօրյան, ամեն ինչ անթերի թողնելով, ինչպես միշտ։ Նա աշխատում էր մինչ կեսօր, հետո գնում էր տուն, ճաշում մոր հետ, օգնում դստերը դասերի հարցում, փորձում մի քանի ժամ հանգստանալ, նախքան հաջորդ լուսաբացին նորից արթնանալը։ Դա կրկնվող ցիկլերի կյանք էր, կուտակված հոգնածության, բայց դա նա մի կյանք էր, որը նա գիտակցաբար ընտրել էր, պատճառներով, որոնք իմաստ ունեին միայն իր համար։ Սակայն այդ օրը վիճակված էր տարբերվել մյուս բոլորից։ Անոն դեռ չգիտեր, բայց ճակատագրի անիվներն արդեն շարժման մեջ էին, պատրաստելով մի շրջադարձ, որը կփոխեր ոչ միայն իր կյանքը, այլ այն բոլորի կյանքը, ովքեր աշխատում էին այդ ընկերությունում, ի վերջո շատ այլ մարդկանց կյանքը ողջ Հայաստանում։ Առավոտյան ժամը 10-ի սահմաններում, երբ Անոն մաքրում էր 14-րդ հարկի սանհանգույցները, անսովոր շարժ լսեց, որը գալիս էր խորհրդակցությունների սենյակներից։ Բարձրացված ձայներ, շտապողական քայլեր, ճգնաժամի հաստատման անսխալ ձայնը։
Նա շարունակեց իր աշխատանքը, բայց չկարողացավ խուսափել տեղի ունեցողի պատառիկները որսալուց։ Սյունիքի գործարարների հետ պայմանագիրն էլ ավելի էր վատացել։ Արտակարգ հանդիպում էր հրավիրվել։ Արմեն Մանուկյանը կատաղած էր։ Անոն ավարտեց իր մասը, իջավ իր պարագաները դնելու մաքրության պահեստում, նկուղում գտնվող փոքր ու նեղ սենյակում, որտեղ պահվում էին բոլոր նյութերը, սայլակները, ավելները, պահեստային համազգեստները։ Այնտեղ, այդ տարածքում, որից ախտահանիչի օճառի հոտ էր գալիս, նա թույլ տվեց, որ իր ուսերը մի պահ թուլանան։ Փակեց աչքերը, խորը շունչ քաշեց, պատրաստվելով մի քանի ժամ աշխատանքի, նախքան վերջապես տուն գնալը։ Բայց երբ նորից բարձրացավ, նկատեց, որ ընկերությունում մթնոլորտը լիովին փոխվել էր։ Օդում լարվածություն կար, մի նյարդային էներգիա, որը տարածվում էր միջանցքներով։ Խորհրդատուները շշնջում էին իրար մեջ, անհանգիստ հայացքներով, լուրջ արտահայտություններով։ Ինչ-որ լուրջ բան էր տեղի ունենում, մի բան, որը դուրս էր այն սովորական ճգնաժամերից, որոնց այդ կորպորատիվ աշխարհը սովոր էր դիմակայել։ Անոն անցավ ընդունարանի կողքով, հայացքով փոխանակվեց Մոնիկայի հետ, որը զուսպ կերպով աչքերով ցույց տվեց դեպի խորհրդակցությունների սենյակները։ Այնտեղ, ապակե պատերի միջով, հնարավոր էր տեսնել Արմեն Մանուկյանին, որը կատաղի ժեստեր էր անում, շրջապատված իր գլխավոր գործադիրներով։ Բոլորը կարծես փորձում էին հանգստացնել նրան, բայց ապարդյուն։ Գործադիր քարտուղարուհին Կարինեն, միջին տարիքի մի կին, որն այնտեղ աշխատում էր ավելի քան 15 տարի, սենյակից դուրս եկավ կարմրած աչքերով, ակնհայտորեն ցնցված։ Ինչ է պատահել, Կարինե, ցածր ձայնով հարցրեց Մոնիկան, երբ քարտուղարուհին անցավ ընդունարանի կողքով։ Կարինեն շուրջը նայեց, համոզվելով, որ ուրիշ ոչ ոք չի լսում, շշնջաց. Կորցրինք Զոհրաբյան խմբի հետ պայմանագիրը։ Միլիոնավոր դոլարներ։ Տարվա ամենամեծ պայմանագիրը։ Նրանք ասացին, որ կփնտրեն այլ ընկերություն, որ մենք չկարողացանք հասկանալ իրենց աշխատելավոճը, որ չափազանց ամբարտավան ենք, որ իրենց լեզվով չենք խոսում։ Լիակատար աղետ էր։ Մոնիկան ձեռքը տարավ բերանին, ցնցված։ Միլիոններ։ Աստված իմ։ Իսկ հիմա։ Չգիտեմ։ Արմենն իրեն կորցրել է։ Երբեք նրան այդպիսին չեմ տեսել։ Կարծում եմ, այսօր գլուխներ են թռչելու։ Անոն, որը լսել էր ամեն ինչ այնտեղից, որտեղ կանգնած էր, կրծքավանդակում սեղմում զգաց։ Լավ գիտեր այդ օրինաչափությունը։ Երբ հզոր մարդիկ հիասթափվում էին, երբ նրանց ռազմավարությունները ձախողվում էին, նրանց էգոն վիրավորվում էր, նրանք մեղավոր էին փնտրում մեկին, որն ավելի թույլ էր, մեկին, որը չէր կարող պաշտպանվել։ Եվ սովորաբար զոհերը հենց իր Նունեի, պարոն Աշոտի նման մարդիկ էին, կամ ցանկացած ուրիշ մեկը, որը սխալ պահին սխալ տեղում էր հայտնվել։ Առավոտը վերածվեց կեսօրի, լարվածությունը միայն աճեց։ Արմեն Մանուկյանը ժամը 11:30-ին ընդհանուր ժողով հրավիրեց, պարտադիր բոլոր աշխատակիցների համար։ Դա աննախադեպ բան էր։ Սովորաբար նա հաղորդակցվում էր միայն կորպորատիվ էլեկտրոնային նամակների կամ բարձր օղակների հետ հանդիպումների միջոցով։ Ընդհանուր հրավերը նշանակում էր, որ ինչ-որ շատ լուրջ բան էր տեղի ունենալու։ Անոն չգիտեր, պետք է ներկա գտնվի, թե ոչ։ Նա ընդամենը մաքրության աշխատակից էր, երրորդ կողմի միջոցով, տեխնիկապես նույնիսկ ընկերության պաշտոնական կազմի մաս չէր։ Բայց Նունեն նրան կանչեց, ասելով, որ հրամանը հստակ է եղել։ Բոլորը պետք է ներկա լինեն, առանց բացառության։ Դժկամությամբ Անոն հետեց սպասարկման մյուս աշխատակցուհիներին դեպի 13-րդ հարկի ներքին դահլիճ։ Դահլիճը լեփ-լեցուն էր։ Խորհրդատուներ, օգնականներ, վարչական անձնակազմ, անվտանգություն, մաքրություն, խոհանոց, սպասարկում։ Բոլորն այնտեղ էին, սպասում էին։ Մթնոլորտը հուղարկավորության էր նման։ Մարդիկ շշուկով խոսում էին, ենթադրելով, թե ինչ է սպասվում։ Զանգվածային կրճատումներ։ Ընկերության փակում։ Սնանկացում։ Լուրերը տարածվում էին։ Երբ Արմեն Մանուկյանը վերջապես մտավ դահլիճ, լռությունն անմիջապես բացարձակ դարձավ։ Նա բարձրացավ սենյակի արջի փոքր բեմ, կանգնեց այնտեղ, ձեռքերը գրպաններում, ծնոտը լարված, աչքերը սահում էին ամբոխի վրայով մի արտահայտությամբ, որը խառնում էր զայրույթն ու արամարանքը։ Բոլորդ արդեն պետք է լսած լինեք, սկսեց նա, նրա կտրուկ ձայնն արձագանքում էր սենյակում։ Մենք հենց նոր կորցրինք մեր պատմության ամենամեծ պայմանագիրը։ Միլիոնավոր դոլարներ, որոնք պարզապես գոլորշիացան, որովհետև, ըստ մեր սիրելի հաճախորդների Սյունիքից, մենք չգիտենք, թե ինչպես խոսել իրենց լեզվով։
Նա ծիծաղեց, բայց դա առանց հումորի, դառը ծիծաղ էր։ Պատկերացրեք։ Մենք, երկրի խոշորագույն խորհրդատվական ընկերություններից մեկը, մեղադրվում ենք հաղորդակցվել չիմանալու մեջ։ Նա սկսեց քայլել բեմի մի ծայրից մյուսը, վանդակում փակված առյուծի պես։ Եվ գիտեք, թե դա ինչ է նշանակում։ Նշանակում է, որ ինչ-որ մեկը ձախողվել է։ Նշանակում է, որ ինչ-որ մեկն այստեղ իր աշխատանքը ճիշտ չի արել։ Նշանակում է, որ մենք այս ընկերությունում անիրավասու մարդիկ ունենք, մարդիկ, որոնք նվազագույն պատկերացում չունեն, թե ինչ է գերազանցությունը, ինչ է պրոֆեսիոնալիզմը։ Անոն զգում էր, որ ստամոքսը սեղմվում է։ Նա ճանաչում էր այդ ելույթը, այդ հռետորաբանությունը։ Դա նախերգանք էր քավության նոխազ գտնելու, մատներով ցույց տալու, հիասթափությունները մեկի վրա թափելու, որը ձայն չուներ պաշտպանվելու։ Եվ ամենավատն այն է, շարունակեց Արմենը, նրա ձայնը բարձրանալով, որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ մարդիկ կրթություն չունեն։ Որտեղ հազիվ գիտեն իրենց սեփական լեզուն ճիշտ խոսել։ Որտեղ չեն հասկանում, որ կան հաղորդակցվելու տարբեր ձեր, տարածաշրջանային առանձնահատկություններ, առոգանություններ, տարբեր մշակույթներ։ Ինչպես կարող ենք լինել առաջին աշխարհի ընկերություն երրորդ աշխարհի երկրում։ Ինչպես։ Սենյակում լռությունը խլացուցիչ էր։ Ոչ ոք չէր համարձակվում բարձր շնչել։ Արմենը հայացքով սահեց լսարանի վրայով, հանկարծ նրա հայացքը կանգ առավ ինչ-որ մեկի վրա։ Անոն զգաց, որ սիրտը սառչում է, երբ հասկացավ, որ նա ուղիղ իրեն է նայում։ Դուք… Նա մատնացույց արեց այն ուղղությամբ, որտեղ կանգնած էին մաքրության աշխատակցուհիները։ Դուք կատարյալ օրինակն եք այն բանի, ինչի մասին ես խոսում եմ։ Նույնիսկ չգիտեք, որ երկրում տարածաշրջանային տարբերություններ կան։ Հավանաբար կարծում եք, որ բոլորը նույն կերպ են խոսում, մեղրից մինչ նոյեմբերյան։ Անկիրթ մարդիկ, առանց մշակույթի, առանց աշխարհի մասին նվազագույն պատկերացման։ Նունեն, Անոյի կողքին, բռնեց նրա ձեռքը, փորձելով հանգստացնել։ Բայց Անոն զգաց, որ իր ներսում մի այլ բան է ծնվում։ Դա վախ չէր։ Դա ամոթ չէր։ Դա վրդովմունք էր։ Դա տարիների կուտակված լռություն էր, պարտադրված անտեսանելիություն, թաքնված տաղանդներ, չասված ճշմարտություններ։ Դա հասած սահմանն էր։ Եվ ահա թե ինչու շարունակեց Արմենը, լիովին անտեղյակ այն փոթորկից, որը պատրաստվում էր սանձազերծել, այս երկիրն առաջ չի գնում։ Որովհետև կան մարդիկ, որոնք նույնիսկ տարրականը չգիտեն, որոնք հազիվ են ավարտել միջնակարգ դպրոցը, որոնք չունեն մշակութային լեզվական բարդությունները հասկանալու նվազագույն կարողություն։ Եվ հետո ուզում են, որ իրենց հարգանքով վերաբերվեն։ Հետո հավասարություն են ուզում։ Հենց այդ պահին Անոյի ներսում ինչ-որ բան կոտրվեց։ Նա բաց թողեց Նունեի ձեռքը, ուղղեց մարմինը մի ձայնով, որը զարմացրեց նույնիսկ իրեն իր ամրությամբ, բարձր խոսեց այնքան, որ բոլորը լսեն, ներառյալ հզոր Արմեն Մանուկյանը բեմի վրա։ Ես 13 լեզվով եմ խոսում։ Հաջորդած լռությունը բացարձակ էր թերս 3 վայրկյան։ Հետո սկսվեց ծիծաղ։ Սկզբում ցածր, հետո աճող, տարածվելով սենյակում ալիքի պես։ Եվ ամենաբարձր, ամենախռպոտ, ամենադաժան ծիծաղը գալիս էր հենց բեմի վրայի Արմեն Մանուկյանից։ Նա կորացավ ծիծաղից, փորը բռնած, աչքերում արցունքներ։ 13 լեզու։ Մի հավաքարար, որը 13 լեզվով է խոսում։ Սա լավն էր։ Ինչ-որ մեկը գրի արեք սա, խնդրում եմ, որովհետև սա լավագույն կատակն է, որ լսել եմ վերջին շրջանում։ Ամբողջ սենյակն այժմ ծիծաղում էր, ոմանք անհարմար, մյուսները անկեղծորեն զվարճացած։ Անոն զգաց, որ ջերմությունը բարձրանում է դեմքով, բայց դա ամոթ չէր։ Դա վճռականություն էր։ Դա այն պահն էր, երբ տարիների լռությունը պատրաստվում էր ավարտվել։ Դա փոթորկից առաջվա ակնթարթն էր, այն վայրկյանը, երբ ամեն ինչ պետք է փոխվեր։ Նա մի քայլ առաջ արեց, դուրս գալով աշխատակցուհիների շարքից, քայլելով կենտրոնական միջանցքով դեպի բեմ։ Ծիծաղները սկսեցին նվազել, երբ մարդիկ նկատեցին, որ նա շարժվում է, որ դա պարզապես վատ տեղադրված կատակ չէր, այլ ինչ-որ այլ բան։ Արմեն Մանուկյանը սրբեց ծիծաղից առաջացած արցունքները, նայեց նրան, որ մոտենում էր։ Ահ, հիմա դու ինձ բացատրելու ես։ Պատմելու ես քո 13 լեզուների մասին։ Խնդրում եմ, լուսավորիր մեզ քո հսկայական գիտելիքներով։ Անոն կանգ առավ փոքր բեմի ստորոտին, ուղիղ նայեց նրան, նրա մուգ աչքերը հանդիպեցին նրա կապույտ ու սառը աչքերին։ Երբ ես ասում եմ, որ 13 լեզվով եմ խոսում, ես նկատի չունեմ անգլերեն, իսպաներեն կամ ֆրանսերեն։
Ես նկատի ունեմ հայերենի 13 տարածաշրջանային տարբերակներ։ Նույն լեզվով խոսելու 13 տարբեր ձեր, յուրաքանչյուրն իր ժարգոնով, իր առոգանությամբ, իր սեփական կոդերով։ Սյունեցու հայերենը նույնը չէ, ինչ երանցունը։ Գյումրեցունը նույնը չէ, ինչ լոռեցունը։ Արցախցունը նույնը չէ, ինչ երանցունը։ Դրանք 13 տարբերակներ են, որոնք ես ուսումնասիրել, փաստագրել, վերլուծել եմ տարիներ շարունակ։ Ծիծաղն այժմ լիովին դադարել էր։ Արմենը նրան նայում էր մի արտահայտությամբ, որը խառնում էր անհավատությունն ու զայրույթը։ Դու ինձ ասում ես, որ լեզվաբան ես։ Դու, հավաքարար։ Ես լեզվաբանության դոկտոր եմ, պաշտպանել եմ Երանի պետական համալսարանում։ Իմ ատենախոսությունը եղել է հայերենի տարածաշրջանային բարբառների մշակութային ինքնության մասին։ Ես նա ունեմ մագիստրոսի կոչում նույն ոլորտում բանասիրության բակալավրի աստիճան։ Ես այստեղ աշխատում եմ որպես հավաքարար, որովհետև կյանքն ինձ դժվար ընտրություններ պարտադրեց, բայց դա չի ջնջում, թե ով եմ ես կամ ինչ գիտեմ։ Դահլիճը վերածվել էր լուռ գերեզմանի։ Բոլոր ծիծաղները մահացել էին։ Բոլոր ծաղրուծանակները գոլորշիացել էին։ 150 զույգ աչքեր սերված էին Անոյի Արմենի վրա, դիտելով մի առճակատում, որը ոչ ոք չէր կանխատեսել։ Արմենն իջավ բեմից, կանգնեց նրա դեմ առ դեմ։ Ապացուցիր։ Եթե դու իրոք այն ես, ինչ ասում ես, ապացուցիր։ Անոն բացեց իր պայուսակը, միջից հանեց մաշված պլաստիկե թղթապանակ։ Այնտեղից հանեց իր դիպլոմների պատճենները, բոլորը նոտարով հաստատված, բոլորն իրական։ Բակալավրիատը, մագիստրատուրան, դոկտորանտուրան, հրապարակումներ ակադեմիական ամսագրերում, վկայականներ լեզվաբանական կոնֆերանսներին մասնակցության մասին։ Մի ամբողջ կյանքի ուսումնասիրություն, հետազոտություն այնտեղ, խտացված մի քանի թղթերի վրա, որոնք դեղնել էին ժամանակից, բայց անհերքելիորեն ճշմարիտ էին։ Արմենը թղթերը վերցրեց դողացող ձեռքերով։ Կարդաց դրանցից յուրաքանչյուրը, նրա արտահայտությունը աստիճանաբար փոխվելով ամբարտավանությունից ցնցումի, ցնցումից անհավատության, անհավատությունից մի բանի, որը կարելի է շփոթել վախի հետ։ Գլուխ 2։ Դահլիճի լռությունը ձգվեց երկար վայրկյաններ, մինչ Արմեն Մանուկյանը կարդում ու վերընթերցում էր փաստաթղթերը, որոնք Անոն դրել էր նրա ձեռքերում։ Նրա մատները գրեթե աննկատ դողում էին, նրանք, ովքեր լավ էին ճանաչում նրան, կարող էին տեսնել, որ մի հազվագյուտ բան էր տեղի ունենում, անսասան Արմեն Մանուկյանը բախվել էր մի իրականության, որը նրա խնամքով կառուցված աշխարհը երբեք չէր կանխատեսել։ Երանի պետական համալսարան, մրմնջաց նա, նրա ձայնն այժմ զուրկ էր նախկին ամբարտավանությունից։ Լեզվաբանության դոկտոր։ Ատենախոսություն բարբառային տարբերակների մշակութային ինքնության մասին։ Հրապարակումներ միջազգային ամսագրերում։ Նա աչքերը բարձրացրեց դեպի Անոն, այդ հայացքում մի նոր բան կար, մի բան, որը կարող էր լինել հարգանք կամ գուցե պարզապես մի հսկայական սխալի ուշացած գիտակցում։ Ինչու ես դու այստեղ։ Ինչու է ԵՓՀ-ի դոկտորն աշխատում որպես հավաքարար։ Հարցն արձագանքեց սենյակում, բոլորն առաջ թեքվեցին, ցանկանալով լսել պատասխանը։ Անոն խորը շունչ քաշեց։ Սա մի պատմություն չէր, որը նա սովորաբար պատմում էր, մի բան չէր, որ սիրում էր վերապրել։ Բայց եթե կար ճշմարտության պահ, ապա դա հենց սա էր։ Որովհետև կյանքը սցենարներով չի ընթանում, սկսեց նա, նրա ձայնը հաստատուն, բայց հուզմունքով լի։ Որովհետև ես իմ դոկտորականն ավարտեցի 7 տարի առաջ, մի ժամանակ, երբ պետական համալսարանները կրճատում էին տեղերը, երբ ակադեմիական հետազոտությունները արժեզրկվում էին, երբ Հայաստանում հումանիտար գիտությունների դոկտոր լինելը նշանակում էր ունենալ գեղեցիկ կոչում, բայց շատ քիչ իրական աշխատանքի հնարավորություններ։ Ստացա մի քանի դասաժամ որպես փոխարինող դասախոս, մի քանի ժամանակավոր աշխատանք, բայց ոչինչ մշտական, ոչինչ, որը բավարար կվճարեր։ Նա դադար տվեց, նրա հայացքը մի պահ կորավ, վերադառնալով մի ժամանակ, որը ակնհայտորեն դեռ ցավեցնում էր։ Եվ հետո մայրս հիվանդացավ։ Ոչ մի լուրջ բան, փառք Աստծո, բայց նրան անհրաժեշտ էր շարունակական բուժում, թանկարժեք դեղեր, խնամք։ Դուստրս մեծանում էր, նրան դպրոց էր պետք, հագուստ, սեղանին ուտելիք։ Ամուսինս մեզ լքեց, երբ Անուշը 3 տարեկան էր, այլս լուրջ չտվեց, երբեք մի դրամ ալիմենտ չուղարկեց։ Այնպես որ մնացի ես։ Միայն ես։ Եվ պետք է ընտրություններ կատարեի։ Նունեն, դեռ նստած լսարանում, արցունքները սրբում էր ձեռքի թիկունքով։ Նա գիտեր այդ պատմության մի մասը, բայց երբեք բոլոր մանրամասները, երբեք այդքան անկեղծ դաժանությամբ։
Ես համալսարաններում տեղեր փնտրեցի, փորձեցի մասնավոր դպրոցներ, փորձեցի հրատարակչություններ, փորձեցի ցանկացած բան իմ ոլորտում, շարունակեց Անոն։ Բայց միշտ նույն պատասխանը. դուք գերորակավորված եք, կամ այս պահին տեղ չունենք, կամ մեզ պետք է մեկը, ով լրիվ դրույքով կաշխատի, իսկ դուք փոքր երեխա ունեք։ Այնպես որ սկսեցի ընդունել աշխատանքներ, որոնք ոչ մի կապ չունեին լեզվաբանության հետ։ Եղել եմ վաճառողուհի, եղել եմ հեռախոսազանգերի կենտրոնի օպերատոր, եղել եմ ընդունարանի աշխատակից։ Մինչ որ գտա այս հավաքարարի աշխատանքը այստեղ, մանուկյան գործընկերներ ում ժամանակացույցը կատարյալ էր, որովհետև ես ավարտում էի կեսօրին կարող էի դստերս դպրոցից վերցնել։ Աշխատավարձը, թե մեծ չէր, բայց կայուն էր։ Գրանցված աշխատանք էր, իրավունքներ ուներ։ Եվ ինձ կայունություն էր պետք։ Արմենը դեռ բռնած էր դիպլոմները, բայց հիմա նայում էր դրանց, կարծես դրանք օտար առարկաներ լինեին, կարծես ներկայացնեին մի զուգահեռ տիեզերք, որը նա բոլորովին չէր ճանաչում։ Բայց դու կարող էիր նշել քո որակավորումների մասին, երբ աշխատանքի էիր ընդունվում։ Կարող էիր փորձել ընկերությունում այլ պաշտոնի համար դիմել։ Անոն ժպտաց, բայց դա դառը ժպիտ էր։ Փորձել եմ։ Հավաքարարի պաշտոնի համար իմ ինքնակենսագրականում ես ներառել էի իմ ամբողջական կրթությունը։ Մտածեցի, որ գուցե, ով գիտի, ինչ-որ մեկը կնկատի ինձ ավելի հարմար բան կառաջարկի։ Գիտեք ինչ տեղի ունեցավ։ Ոչինչ։ Բացարձակապես ոչինչ։ Ինձ կանչեցին հավաքարարի հարցազրույցի, ինձ աշխատանքի ընդունեցին որպես հավաքարար, 3 տարի շարունակ ես մաքրեցի այս սենյակները, առանց որը մեկը իրեն չարչարանք տա նայելու իմ հագած կապույտ համազգեստից այն կողմ։ Մի տրտունջ անցավ սենյակով։ Այնտեղ ներկա խորհրդատուներից շատերը մասնակցում էին ընկերության հավաքագրման գործընթացին։ Նրանցից ոմանք, Անոն գիտեր, պատասխանատու էին ինքնակենսագրականները վերանայելու հարցազրույցներ անցկացնելու համար։ Ամոթը սկսեց տիրել, դանդաղ, բայց անխուսափելի։ Կարինեն, գործադիր քարտուղարուհին, որը գիտեր ընկերության բոլոր ներքին գործընթացները, ամաչկոտ կերպով ձեռքը բարձրացրեց։ Ես հիշում եմ ձեր ինքնակենսագրականը, Անո։ Այն ժամանակ տարօրինակ թվաց, դոկտորական աստիճանով թեկնածու, մաքրության պաշտոնի համար։ Բայց տնօրինության ուղղորդումը միշտ հստակ է եղել։ Յուրաքանչյուր պաշտոն ունի իր պրոֆիլը, մենք չպետք է խառնենք բաները։ Մտածեցի, որ գուցե դուք ստել եք որակավորումների մասին, տպավորություն գործելու համար։ Եվ երբեք ոչ ոքի մտքով չանցավ պարզապես ինձ հարցնել, ասաց Անոն, նրա ձայնն այժմ կրում էր զսպված հիասթափություն։ Երբեք մտքով չանցավ, որ գուցե այնտեղ պատմություն կար, համատեքստ, պատճառ։ Թե ես պարզապես հերթական հավաքարարն էի, անտեսանելի, անկարոր։ Սենյակում անհարմարությունը շոշափելի էր։ Արմենը դիպլոմները հետ դրեց Անոյի թղթապանակի մեջ մի քանի քայլ հետ արեց, կարծես ֆիզիկական հեռավորության կարիք ունենար, այդ ամենը մարսելու համար։ Նա ձեռքը տարավ ալեխառն մազերի միջով, մի ժեստ, որը նրա աշխատակիցները հազվադեպ էին տեսնում, քանի որ նա միշտ բացարձակ վերահսկողություն էր պահպանում իր կեցվածքի արձագանքների նկատմամբ։ Լավ, ասաց նա վերջապես, նրա ձայնն այժմ ավելի ցածր, գրեթե տատանվող։ Լավ։ Ես սխալ թույլ տվեցի։ Լուրջ սխալ։ Ես ձեզ հրապարակավ նվաստացրի, հիմնվելով լիովին սխալ ենթադրությունների վրա։ Ես ձեզ դատեցի ձեր պաշտոնով, ոչ թե ձեր անձով։ Եվ դրա համար ես ներողություն եմ խնդրում։ Ներողության խնդրանքը տարօրինակ հնչեց Արմեն Մանուկյանի բերանից։ Ամենահին աշխատակիցներից շատերը երբեք նրան չէին լսել որևէ բանի համար ներողություն խնդրելիս։ Նա մի մարդ էր, որը հազվադեպ էր ընդունում սխալները, որը միշտ գտնում էր ձախողումները վերաիմաստավորելու ձեր, որպես ռազմավարական դասեր, որը պարտությունները վերածում էր ձեռք բերված իմաստության պատմությունների։ Բայց այնտեղ այդ պահին մի հավաքարարի առջ, որը հենց նոր ապացուցել էր, որ շատ ավելին է, քան նա երբեք կարող էր պատկերացնել, խոսքերը դուրս եկան անմշակ անկեղծ։ Անոն գլխով արեց, ընդունելով ներողությունը, բայց նրա դեմքը դեռ պահպանում էր այն արտահայտությունը, որը բնորոշ է մեկին, ով չափազանց շատ է վիրավորվել, որպեսզի պարզապես ամեն ինչ անտեսի ներողության խնդրանքով։ Ձեր ներողությունն ընդունված է, պարոն Մանուկյան։ Բայց խոսքերը պարզապես խոսքեր են։ Իրականում կարևորն այն գործողություններն են, որոնք դրանց հետում են։ Արմենը նրան նայեց նորացված ուշադրությամբ։ Ինչ նկատի ունեք։ Նկատի ունեմ, որ ես կարող եմ օգնել կորցրած պայմանագրի խնդրի հարցում։
Ես հստակ հասկանում եմ, թե ինչն է սխալ գնացել Սյունիքի գործարարների հետ հաղորդակցության մեջ։ Ես կարդացել եմ ստացված փաստաթուղթը, տեսել եմ գրառումները, որոնք թողնվել էին խորհրդակցությունների սենյակի սեղանին, երբ 3 մաքրում էի։ Ես ճանաչում եմ այդ արտահայտությունները, այդ տարածաշրջանային առանձնահատկությունները։ Ես հստակ գիտեմ, թե ինչպես մեկնաբանել այն, ինչ նրանք խնդրում են, գիտեմ, թե ինչպես պատասխանել այնպես, որ նրանք կհասկանան, կգնահատեն։ Ամբողջ սենյակը կարծես դադարել էր շնչել։ Արմենը ուսումնասիրեց Անոյի դեմքը, փնտրելով կասկածի կամ բլեֆի որե-նշան, բայց գտավ միայն համոզվածություն։ Դուք իսկապես կարող եք դա անել, հարցրեց նա, առաջին անգամ նրա ձայնում կար մի բան, որը կարող էր լինել հույս։ Դուք կարող եք վերականգնել պայմանագիրը։ Կարող եմ փորձել։ Բայց ես դա չեմ անի որպես հավաքարար, ես դա չեմ անի անվճար, արժանապատվության հարգանքի տեսանկյունից։ Եթե ես պատրաստվում եմ օգտագործել իմ գիտելիքները, իմ կրթությունը, իմ փորձառությունը այս միլիոնավոր դոլարների պայմանագիրը փրկելու համար, ապա ինձ փոխարենը մի քանի բան է պետք։ Արմենը խաչեց ձեռքերը։ Լսում եմ։ Անոն ուղեց ուսերը, այդ պահին բոլորը կարողացան տեսնել իրենց աչքի առաջ տեղի ունեցող փոխակերպումը։ Նա այլս անտեսանելի լուր հավաքարարը չէր։ Նա դոկտոր Անահիտ Սարգսյանն էր, հետազոտող, լեզվաբան, հայկական միջմշակութային հաղորդակցության մասնագետ։ Առաջին, ես ուզում եմ հրապարակային, պաշտոնական ներողություն ոչ միայն ինձնից, այլ այս ընկերության սպասարկման բոլոր աշխատակիցներից, որոնց ամեն օր վերաբերվում են որպես անտեսանելիների։ Երկրորդ, ես ուզում եմ լիակատար ինքնավարություն Սյունիքի գործարարների հետ բանակցությունները վարելու համար այնպես, ինչպես ես հարմար կգտնեմ, առանց միջամտությունների, առանց վերահսկողության, առանց որևէ մեկի կողմից իմ մեթոդները կասկածի տակ դնելու։ Երրորդ, ես ուզում եմ, որ այս ընկերությունում ստեղծվի ներքին ծրագիր, բացահայտելու գնահատելու ակադեմիական մասնագիտական տաղանդները, որոնք կարող են թաքնված լինել դռնապանի, ընդունարանի, անվտանգության, մաքրության սպասարկման պաշտոններում։ Մարդիկ, որոնք ինչպես ես ստիպված են եղել ընդունել իրենց որակավորումից ցածր աշխատանքներ, անհրաժեշտությունից ելնելով, բայց որոնք կարող են արժեք ավելացնել իրենց իրավասություններին ավելի համապատասխան ոլորտներում։ Հաջորդած լռությունը լարվածությամբ էր լի։ Դա համարձակ պահանջների մի շարք էր, հատկապես մեկից, որին րոպեներ առաջ հրապարակավ ծաղրում էին։ Բայց Անոն իր 42 տարվա կյանքի ընթացքում սովորել էր, որ կան պահեր, երբ պետք է օգտվել հնարավորություններից, որքան էլ դրանք փոքր լինեն, որքան էլ անհավանական թվան։ Արմենը երկար վայրկյաններ նայեց նրան։ Նրա գործադիրները, բեմի վրա նրա հետում, նյարդային հայացքներ էին փոխանակում, ակնհայտորեն երկփեղկված իրավիճակի ցնցումի միլիոնավոր դոլարներ արժողությամբ պայմանագիրը վերականգնելու իրական հնարավորության միջ։ Վերջապես, Արմենը ձեռքը մեկնեց Անոյին։ Ընդունում եմ ձեր պայմանները։ Բոլորը։ Արեք այն, ինչ անհրաժեշտ է այդ պայմանագիրը հետ բերելու համար։ Անոն սեղմեց նրա ձեռքը, զգալով սեղմման ամրությունը, մի ակնթարթ նրանք երկուսով չափեցին միմյանց, յուրաքանչյուրը մյուսի մեջ ճանաչելով մի ուժ, որը նախկինում ակնհայտ չէր եղել։ Դա մի նոր բանի սկիզբ էր, մի անհավանական դաշինք, որը ծնվել էր նախապաշարմունքի ամբարտավանության մոխիրներից։ Ապա ինձ անհրաժեշտ կլինի բանակցությունների ամբողջական պատմության հասանելիություն, բոլոր խոսակցությունները, բոլոր էլեկտրոնային նամակները, բոլոր ձայնագրված զանգերը, եթե կան։ Ես պետք է հստակ հասկանամ, թե որտեղ է հաղորդակցությունը ձախողվել, ինչպես կարող եմ այն ուղղել։ Եվ ինձ պետք է ուղիղ գծով հեռախոս, գաղտնիություն զանգեր կատարելու համար, մի քանի ժամ նախապատրաստվելու համար։ Կարինեն անմիջապես ոտքի կանգնեց։ Ես հենց հիմա կկազմակերպեմ այդ ամենը։ Կարող եք օգտագործել իմ սենյակը, այնտեղ կա այն ամենը, ինչ ձեզ պետք է։ Ժողովն ավարտվեց, մարդիկ սկսեցին դահլիճից դուրս գալ փոքր խմբերով, ցածր ձայնով խոսելով, մարսելով այն ամենը, ինչի ականատեսն էին եղել։ Անոն զգաց, որ Նունեն ամուր գրկում է իրեն, մրմնջալով հպարտության քաջալերանքի խոսքեր։ Պարոն Աշոտը, անվտանգության աշխատակիցը, որն իրավաբանություն էր սովորում, հարգանքով սեղմեց նրա ուսը։ Մոնիկան ընդունարանից աչքերում արցունքներ ուներ։ Դու անհավանական էիր, ասաց Մոնիկան։ Երբեք չեմ տեսել, որ որևէ մեկն այդպես դիմակայի Արմենին։ Եվ նա ներողություն խնդրեց։ Նա իսկապես ներողություն խնդրեց։ Անոն ժպտաց, բայց ներսում զգում էր հույզերի փոթորիկ։ Վախ, որ չի կարողանա կատարել այն, ինչ խոստացել էր։ Անհանգստություն այն մասին, թե ինչպես այդ ամենը կարող է փոխել իր կյանքը։
Թեթացում, որ վերջապես կարող է օգտագործել իր ունակություններն իրականում։ Եվ մի խորը տխրություն բոլոր այն տարիների համար, երբ ստիպված էր եղել թաքցնել, թե ով է ինքն իրականում։ Հաջորդ ժամերի ընթացքում Անոն խորասուզվեց ձախողված բանակցությունների փաստաթղթերի մեջ։ Տեղավորվելով Կարինեի սենյակում մի բաժակ սուրճով, որն ունեն հատուկ իր համար էր պատրաստել, նա կարդաց յուրաքանչյուր էլեկտրոնային նամակ, յուրաքանչյուր առաջարկ, յուրաքանչյուր պատասխան։ Եվ որքան շատ էր կարդում, այնքան ավելի էր հասկանում, թե կոնկրետ ինչն է սխալ գնացել։ Զոհրաբյան խումբը բաղկացած էր Կապանից 3 գործարարներից, բոլորը նույն ընտանիքից, որոնք գյուղատնտեսության ոլորտում կայսրություն էին կառուցել։ Նրանք տղամարդիկ էին, որոնք գնահատում էին անձնական հարաբերությունները, որոնք բիզնես էին անում, հիմնվելով վստահության փոխադարձ հարգանքի վրա, որոնք օգտագործում էին ուղիղ ջերմ լեզու։ Եվ Արմենը իր ողջ երանյան նրբագեղությամբ նրանց հետ հաղորդակցվել էր սառը, տեխնիկական ձով, լի կորպորատիվ ժարգոնով անգլերեն տերմիններով, որոնք հավակնոտ էին հնչում։ Սյունեցիների էլեկտրոնային նամակները լի էին բնորոշ արտահայտություններով։ Նրանք խոսում էին խորովածի օղու մասին ոչ թե որպես զբոսաշրջային կլիշեների, այլ որպես իրենց ինքնության անկեղծ մասի։ Նրանք օգտագործում էին ոչ պաշտոնական դիմելաձեր, փաղաքշական փոքրացուցիչներ, մի սրտացավություն, որը դաժանորեն հակադրվում էր մանուկյան գործընկերներ ի չոր արարողակարգային պատասխաններին։ Կարծես երկու մարդ փորձում էին զրուցել, մեկը բառարանային պաշտոնական հայերենով, մյուսը փողոցների կենդանի հայերենով, ոչ մեկը չէր կարողանում իսկապես լսել մյուսին։ Անոն մանրամասն գրառումներ արեց, ստեղծելով հաղորդակցության խզման քարտեզ։ Նա բացահայտեց կոնկրետ կետերը, որտեղ թյուրիմացությունները տեղի էին ունեցել։ Նա հասկացավ, որ Սյունիքի գործարարները դժվար կամ անտրամաբանական չէին։ Նրանք պարզապես ուզում էին, որ իրենց վերաբերվեն որպես մարդկանց, ոչ թե որպես թվերի պայմանագրում։ Նրանք ուզում էին զգալ, որ իրենց ներկայացնող ընկերությունը հասկանում է իրենց արմատները, հարգում է իրենց մշակույթը, խոսում է իրենց լեզվով, բառի ամենախորը իմաստով։ Ժամը 3-ի սահմաններում Անոն զգաց, որ պատրաստ է։ Նա խնդրեց գործարարների ուղիղ հեռախոսահամարը, որը Կարինեն որոշակի տատանումներով տվեց, զգուշացնելով, որ նրանք հստակ հասկացրել էին, որ այլևս չեն ուզում խոսել մանուկյան գործընկերներ, ից որե մեկի հետ։ Բայց Անոն պնդեց զարմանալիորեն ամուր ձեռքերով հավաքեց համարը։ Զանգին պատասխանեցին երրորդ փորձից, Գորգ Զոհրաբյանը, ընտանիքի նահապետը, 60-ն անց մի մարդ, որի խռպոտ ձայնը կրում էր հեղինակություն, ջերմություն։ Ալո։ Ո՞վ է խոսում։ Բարդ ձեզ, պարոն Գորգ։ Իմ անունը Անահիտ Սարգսյան է։ Ես մանուկյան գործընկերները ի լեզվաբանական խորհրդատ ունեմ այստեղ Երանում, զանգում եմ, որովհետև կարծում եմ, որ մենք կարող ենք անկեղծ զրույց ունենալ այն մասին, թե ինչ տեղի ունեցավ ձեր բանակցությունների հետ։ Գծի մյուս կողմում դադար եղավ։ Լեզվաբանական խորհրդատո՞ղ։ Սա նորություն է։ Արմենը երբեք ոչինչ չի նշել լեզվաբանական խորհրդատվության մասին։ Որովհետև մինչ այսօր առավոտ նա նույնիսկ չգիտեր, որ ես գոյություն ունեմ, ասաց Անոն զինաթափող անկեղծությամբ։ Բայց կարդալով բոլոր խոսակցությունները, որոնք դուք ունեցել եք մեր թիմի հետ, ես հասկացա, թե կոնկրետ ինչն է սխալ գնացել, կցանկանայի բացատրել, եթե պարոնը ինձ մի քանի րոպե թույլ տա։ Մեկ այլ դադար, ավելի երկար։ Հետո, հոգոց։ Լավ, աղջի ջան։ Ես քեզ 5 րոպե կտամ։ Բայց միայն այն պատճառով, որ դու խիզախություն ունեցար զանգելու այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ։ Անոն ժպտաց։ Նա իրեն անվանել էր աղջի ջան, սյունեցիներին բնորոշ ջերմ դիմելած երիտասարդ կանանց։ Դա լավ նշան էր։ Պարոն Գորգ, ես սկսեցի կարդալ ձեր ուղարկած առաջարկները, ես հստակ տեսնում եմ, որ դուք պարզապես խորհրդատվական ծառայություն չեք փնտրում։ Դուք փնտրում եք իրական գործընկերներ, մարդիկ, որոնք հասկանում են, թե ինչպես եք դուք աշխատում, որոնք հարգում են ձեր ավանդույթը, բիզնես անել աչքի մեջ նայելով, ձեռքսեղմումով, որն ավելի շատ արժե, քան ստորագրությունը։ Ճիշտ այդպես է, պայթեց Գորգը մյուս կողմից։ Վերջապես մեկը հասկացավ։ Մենք բարդ մարդիկ չենք, անհավանական բաներ չենք ուզում։ Մենք ուզում ենք մեկին, ով մեր լեզվով կխոսի, ով կհասկանա, որ երբ մենք ասում ենք, որ կանենք, մենք անում ենք։ Որ երբ մենք ուղիղ բան ենք խնդրում, մենք չենք ուզում գեղեցիկ խոսքեր կամ ձգձգումներ։ Եվ դուք իրավացի եք հեռանալու հարցում, որովհետև այն ձև, որով մեր թիմը հաղորդակցվել է ձեզ հետ, լիովին անպատշաճ էր։ Այն ամբարտավան էր, հեռու, անհարգալից ձեր մշակույթի նկատմամբ։
Եվ մանուկյան գործընկերներ ի անունից ես անկեղծորեն ներողություն եմ խնդրում դրա համար։ Գորգը մի պահ լռեց։ Սա առաջին անգամն է, որ այնտեղից ինչ-որ մեկը ներողություն է խնդրում, առանց փորձելու մեղքը գցել մեր կամ ընդհանուր վատ հաղորդակցության վրա։ Առաջին անգամն է, որ ինչ-որ մեկը ընդունում է, որ սխալը ձերն էր։ Որովհետև այդպես էր։ Լիովին։ Եվ ես կցանկանայի հնարավորություն ունենալ ցույց տալու, որ մենք կարող ենք այլ կերպ անել։ Ես չեմ խնդրում, որ դուք անմիջապես նորից վստահեք։ Ես խնդրում եմ ընդամենը մեկ դեմ առ դեմ զրույց, այստեղ Երանում կամ այնտեղ Կապանում, որտեղ ձեզ համար ավելի հարմար է։ Մի զրույց առանց ավելորդ պաշտոնականությունների, առանց գրաֆիկներով լի PowerPoint-ների, առանց կորպորատիվ ժարգոնի։ Պարզապես իրական զրույց։ Գորգը խորը շունչ քաշեց, Անոն գրեթե կարող էր լսել, թե ինչպես են նրա մտքերը կարգավորվում։ Իսկ դու, այդ Անահիտը, դու իսկապես հասկանում ես, թե ինչի մասին եմ ես խոսում։ Դու ճանաչում ես Սյունիքը։ Ճանաչում եմ, այո, պարոն։ Ես 2 ամիս անցկացրել եմ Կապանում իմ դոկտորականի ժամանակ, ուսումնասիրելով բարբառային տարբերակները։ Ես հարցազրույց եմ վերցրել ավելի քան 100 մարդուց, կենտրոնից մինչ ամենահեռավոր թաղամասերը, գյուղացիներից մինչ համալսարանի դասախոսները։ Ես սովորել եմ, որ սյունեցին միայն խորոված ու օղի չէ, թե այդ բաները կարևոր են։ Ես սովորել եմ, որ այնտեղ ուժեղ ինքնություն կա, օրինական հպարտություն, աշխարհը տեսնելու նրա հետ հարաբերվելու յուրահատուկ գծի մյուս կողմում Գորգը ցածր, անկեղծ ծիծաղ տվեց։ Դե աղջի ջան, դու հենց նոր 5 րոպեում ավելի շատ խելացի բաներ ասացիր, քան այդ Արմենն ասաց 3 շաբաթում։ Ես քեզ մի հնարավորություն կտամ։ Բայց մի պայման կա։ Լսում եմ։ Դուք եք գալիս այստեղ։ Դուք, ոչ թե նա մենակ։ Դու ում որ անհրաժեշտ համարես։ Գալիս եք Կապան, մնում եք 2 օր, ծանոթանում եք մեր գործունեությանը, ճաշում եք մեր սեղանի շուրջ, զրուցում եք մեր մարդկանց հետ։ Հետո կտեսնենք, իսկապես ներդաշնակություն կա, թե։ Դա պարզապես գեղեցիկ խոսքեր էին հեռախոսով։ Անոն փակեց աչքերը, զգալով, թե ինչպես է թեթացումը լցնում իր մարմինը։ Պայմանավորվեցինք։ Երբ ձեզ համար հարմար կլինի։ Հաջորդ շաբաթ։ Չորեքշաբթի։ Եվ կարող եք ախորժակով գալ, որովհետև կինս մի խորոված է պատրաստելու, որը դուք չեք մոռանա։ Երբ Անոն անջատեց հեռախոսը, նրա ձեռքերը վերջապես դողում էին։ Նա հաջողության էր հասել։ Միակ զանգով նա վերականգնել էր մի բանակցություն, որը թվում էր ընդմիշտ կորսված։ Բայց դրանից ավելին, նա սկսել էր կառուցել մի նոր բան, մի կամուրջ մշակույթների, հաղորդակցվելու ձերի, աշխարհների միջ, որոնք թվում էին հեռու, բայց որոնք ի վերջո խոսում էին նույն լեզվով, երբ կար հարգանք հասկանալու անկեղծ կամք։ Նա դուրս եկավ Կարինեի սենյակից միջանցքում հանդիպեց մի փոքր խմբի, որը սպասում էր։ Արմենը, մի քանի գործադիրներ, Նունեն, պարոն Աշոտը, Մոնիկան։ Բոլորը ցանկանում էին իմանալ արդյունքը։ Մենք հանդիպում ունենք Կապանում հաջորդ շաբաթվա չորեքշաբթի օրը, հայտարարեց Անոն, փորձելով ձայնը հանգիստ պահել, չնայած հուզմունքին։ 2 օր այնտեղ, ծանոթանալով նրանց գործունեությանը, կառուցելով իրական հարաբերություններ։ Նրանք պատրաստ են վերանայել պայմանագիրը։ Միջանցքը պայթեց զուսպ տոնակատարություններով։ Արմենը մոտեցավ Անոյին մի արտահայտությամբ, որը խառնում էր թեթացումն ու հիացմունքը։ Ինչպես հաջողվեց։ Ես նրանց լեզվով խոսեցի։ Բառացի փոխաբերական իմաստով։ Եվ ցույց տվեցի անկեղծ հարգանք նրանց նկատմամբ, թե ովքեր են նրանք։ Նա դանդաղ գլխով արեց։ Դուք կգնաք Կապան։ Եվ կարող եք ընտրել, թե ով կգնա ձեզ հետ։ Հավաքեք թիմն այնպես, ինչպես հարմար կգտնեք։ Անոն մի պահ մտածեց։ Ես կտանեմ ընդունարանի Մոնիկային։ Նա սահուն խոսում է իսպաներեն, իտալերեն, կարող է օգտակար լինել, քանի որ նրանք միջազգային գործընկերներ ունեն։ Եվ ես կտանեմ նա պարոն Աշոտին։ Անվտանգության աշխատակցին, հարցրեց գործադիրներից մեկը, անհավատությամբ։ Նա իրավաբանություն է սովորում, ունի գերազանց վերլուծական կարողություններ, կարիք ունի գործնական փորձի բիզնես բանակցություններում։ Դա արժեքավոր կլինի բոլորիս համար։ Արմենը ժպտաց, դա այլ ժպիտ էր, առանց նախկին ամբարտավանության։ Դուք արդեն փոխում եք իրերը այստեղ, դոկտոր Անահիտ։ Եվ դա ճիշտ էր։ Այդ օրը ինչ-որ բան փոխվել էր, անդառնալիորեն։
Մանուկյան գործընկերները այլս երբեք նույն ընկերությունը չէր լինի։ Եվ Անոն այլս երբեք անտեսանելի չէր լինի։ Գլուխ 3. Հաջորդող շաբաթը նախապատրաստությունների փոփոխությունների հորձանուտ էր։ 3 տարվա մեջ առաջին անգամ Անոն լուսադեմին չեկավ մանուկյան գործընկերների ապակեպատ միջանցքները մաքրելու։ Փոխարենը նրան ժամանակավորապես տեղավորեցին 14-րդ հարկի մի սենյակում, համակարգչով, հեռախոսով բոլոր անհրաժեշտ ռեսուրսների հասանելիությամբ։ Արմենը հստակ հրահանգ էր տվել։ Անոն ուներ լիակատար ինքնավարություն, բոլոր աշխատակիցները պետք է համագործակցեին այն ամենի հետ, ինչ նա կխնդրեր։ Փոխակերպումը տեղի չունեցավ առանց դիմադրության։ Ամենահին խորհրդատուներից ոմանք փնթփնթում էին միջանցքներում, անհանգստացած այն մտքից, որ նախկին հավաքարարն այժմ ավելի շատ հեղինակություն ունի, քան իրենք մի կարևոր նախագծում։ Մյուսները, հատկապես երիտասարդները, դա տեսնում էին որպես ոգեշնչող պատմություն, ապացույց, որ տաղանդները կարող են թաքնված լինել ամենաանհավանական վայրերում։ Բայց անկախ կարծիքներից, բոլորը գիտեին, որ միլիոնավոր դոլարներ են խաղասեղանին, դա բավարար փաստարկ էր համագործակցությունն ապահովելու համար, թեկուզ դժկամությամբ։ Անոն անխոնջ աշխատում էր կապան ուղղորության նախապատրաստության վրա։ Նա ուսումնասիրեց Զոհրաբյան խմբի գործունեության յուրաքանչյուր մանրուք, նրանց ծիրանի այգիներից ու անասնապահությունից մինչ նրանց միջազգային արտադրային գործընկերությունները։ Երկար զրուցեց Մոնիկայի հետ, քարտեզագրելով լեզվական կապերը, որոնք կարող էին օգտակար լինել։ Հանդիպեց պարոն Աշոտի հետ, քննարկելու իրավական պայմանագրային ասպեկտները, որոնք պետք է շոշափվեին։ Եվ ամենօրյա կապ էր պահպանում Գորգ Զոհրաբյանի հետ, աստիճանաբար կառուցելով վստահության մի հարաբերություն, որը շատ ավելին էր, քան պարզապես մասնագիտականը։ Տանը փոփոխությունը նույնքան դրամատիկ էր։ Անուշը, նրա 17-ամյա դուստրը, չէր կարողանում հավատալ այն ամենին, ինչ կատարվում էր մոր հետ։ Տարիներ շարունակ նա տեսել էր, թե ինչպես է Անոն լուսադեմին դուրս գալիս հավաքարարի կապույտ համազգեստով, հոգնած վերադառնում կեսօրին, անում ամեն ինչ ապահովելու, որ ինքն արժանապատիվ կյանք ունենա, կարողանա հանգիստ սովորել։ Հիմա հանկարծ նա տեսնում էր մորը տարբեր հագուստով, գրելով գործնական պայուսակ, հեռախոսով խոսելով միլիոնավոր դոլարների պայմանագրերի մասին։ «Մամ, դու լավ ես», հարցրեց Անուշը մի երեկո, երբ նրանք միասին ընթրում էին Մալաթիա Սեբաստիայի բնակարանի փոքրիկ խոհանոցում։ «Այսինքն դու երջանիկ ես թվում», բայց նա վախեցած։ «Շատ փոփոխություն է միանգամից»։ Անոն ժպտաց դստերը, այդ գեղեցիկ խելացի աղջկան, որն իր ապրելու պատճառն էր։ «Ես լավ եմ, աղջիկս»։ Վախեցած, այո, մի քիչ։ Որովհետև 3 տարի ես ապրում էի մի տեսակ թաքստոցում, գիտես։ Ես թաքցնում էի, թե ով եմ ես իրականում, ինչ գիտեմ, այն ամենը, ինչ սովորել էի։ Եվ հիմա, հանկարծ, այդ ամենը նորից երան եկավ։ Կարծես ես ապրել եմ 2 տարբեր մարդու կյանքով, հիմա նրանք վերջապես նորից միանում են։ Ես միշտ գիտեի, որ դու յուրահատուկ ես, ասաց Անուշը, նրա աչքերը փայլում էին։ Նույնիսկ երբ դու հոգնած էիր գալիս մաքրությունից, դու միշտ ինձ օգնում էիր դասերով, միշտ ամեն ինչ գիտեիր հայերենի, գրականության, լեզուների մասին։ Ես գիտեի, որ դու ավելին ես, քան թվում էր։ Պարզապես չէի հասկանում, թե ինչու պետք է թաքնվեիր։ Որովհետև երբեմն կյանքը մեզ ստիպում է ընտրություններ կատարել, սիրելիս։ Եվ ես ընտրեցի ապահովել, որ դու ունենաս այն, ինչ քեզ պետք է, նույնիսկ եթե դա նշանակում էր ժամանակավորապես հրաժարվել նրանից, ով ես էի։ Բայց հիմա, գուցե, ես կարող եմ լինել երկուսը միաժամանակ։ Քո մայրը, նա դոկտոր Անահիտը։ Այն կինը, որը հոգ է տանում քո մասին, նա այն մասնագետը, որն օգտագործում է իր գիտելիքները։ Անուշի տատիկը, տիկին Վարդուհին, որը լուր հետում էր զրույցին իր բազկաթոռից, մեկնաբանեց այն իմաստնությամբ, որը միայն տարեցներն ունեն։ Միշտ գիտեի, որ քո օրը կգա, Անո։ Միշտ աղոթել եմ դրա համար։ Եվ տես, Աստծո գործերն անքննելի են։ Երբեմն նվաստացումը գալիս է բարձրացումից առաջ։ Երբեմն մենք պետք է իջնենք մինչ հատակը, նախքան իսկապես կարողանանք բարձրանալ։ Չորեքշաբթի առավոտյան Անոն, Մոնիկան, պարոն Աշոտը նստեցին կապան մեկնող ինքնաթիռը։ Դա առաջին անգամն էր, որ Անոն աշխատանքով ճամփորդում էր, երբ լքել էր ակադեմիական կյանքը, զգացողությունը միաժամանակ ծանոթ էր տարօրինակ։ Արմենն առաջարկել էր բիզնես դասի տոմսեր, բայց Անոն հրաժարվել էր, ասելով, որ նախընտրում են այդ գումարը խնայել այլ, ավելի կարևոր բաների համար։ Դա խորհրդանշական ժեստ էր, բայց որն աննկատ չմնաց։
Թռիչքի ընթացքում նրանք երեքովս մեկ անգամ վերանայեցին ռազմավարությունը։ Մոնիկան տեսանելիորեն նյարդայնացած էր, դա նրա առաջին իրական փորձն էր, օգտագործելու իր լեզվական հմտությունները մասնագիտական համատեքստում։ Պարոն Աշոտը, մյուս կողմից, պահպանում էր այն հանգստությունը, որը գալիս էր տարիներ շարունակ որպես անվտանգության աշխատակից լարված իրավիճակների հետ գործ ունենալուց։ Եվ Անոն, կենտրոնում, այն սյունն էր, որն ամեն ինչ միասին էր պահում։ Հիշեք, ասաց նա, երբ ինքնաթիռը սկսեց իջնել, մենք այստեղ չենք որևէ բան վաճառելու համար։ Մենք այստեղ ենք լսելու, սովորելու, կամուրջ կառուցելու համար։ Զոհրաբյաններինս մեկ մատակարար պետք չէ։ Նրանց պետք են գործընկերներ, որոնք իսկապես հասկանում են իրենց։ Երբ նրանք դուրս եկան օդանավակայանից, նրանց դիմավորեց ոչ թե պաշտոնական վարորդ, այլ հենց ինքը, Գորգ Զոհրաբյանը, նրա կրտսեր որդին, Դավիթը։ Դա մեկ կարևոր նշան էր։ Նրանց վերաբերվում էին ոչ թե որպես հեռավոր հաճախորդների, այլ որպես անկեղծ հյուրերի։ Գորգը հենց այնպիսին էր, ինչպիսին Անոն պատկերացրել էր հեռախոսի ձայնից։ Մի մեծամարմին, դաշտի արից արայրուք ստացած տղամարդ, կոշտացած ձեռքերով, որոնք ֆիզիկական աշխատանքից չէին վախենում, լայն ու անկեղծ ժպիտով, որը բոլորին անմիջապես հանգստացնում էր։ Բա, ուրեմն դու ես հայտնի Անահիտը, ասաց նա, ամուր սեղմելով Անոյի ձեռքը։ Այն աղջիկը, որ Արմեն Մանուկյանին տեղը դրեց։ Արդեն հավանում եմ քեզ։ Դավիթը, 30-ն անց մի երիտասարդ, բոլորին ողջունեց նույն սրտացավությամբ։ Նա կառավարում էր սովորել, բայց պարզ էր, որ նրա սիրտը դաշտում էր, ընտանեկան բիզնում, այն արմատներում, որոնք 3 սերունդ տնկել էին այդ հողի վրա։ Դեպի ֆերմա տանող ճանապարհին, որը Կապանից մոտ 1 ժամ հեռավորության վրա էր, զրույցը բնականon հոսում էր։ Չկար այն բիզնես հանդիպումներին բնորոշ անհարմարությունը։ Գորգը ընտանեկան պատմություններ էր պատմում, Դավիթը բացատրում էր գյուղատնտեսական գործունեության մասին, իսկ Անոն, Մոնիկան, պարոն Աշոտը ուշադիր լսում էին, անկեղծ հարցեր տալիս, իրական հետաքրքրություն ցուցաբերում։ Զոհրաբյանների ֆերման ինքնին մի տեսարան էր։ Հեկտարներով լավ խնամված հող, անասուններ, որոնք հանգիստ տարածում էին երեկոյան արի տակ, ժամանակակից կառույցներ, որոնք հակադրվում էին գլխավոր տանը, որը պահպանում էր այն ավանդական սյունեցիներին բնորոշ ճարտարապետությունը, իր լայն պատշգամբներով, ցածր տանիքներով։ Դա ավանդույթի նորարարության, արմատների առաջընթացի կատարյալ միություն էր։ Գորգի կինը, տիկին Հեղինեն, նրանց դիմավորեց ջերմ գրկախառնություններով մի ընթրիքի խոստումով, որը նրանք չէին մոռանա։ Նա ուժեղ, հեշտությամբ ծիծաղող խորաթափանց աչքերով մի կին էր, որից ոչինչ չէր վրիպում։ Մի քանի րոպե զրույցից հետո Անոն հասկացավ, որ նա նույնքան բիզնեսի հիմնական մասն է, որքան Գորգը, նույնիսկ եթե հազվադեպ էր հայտնվում պաշտոնական բանակցություններում։ Ընթրիքի ընթացքում, որն իսկապես հիշարժան էր հենց Գորգի պատրաստած խորովածով այն խավարտներով, որոնք տիկին Հեղինեն պատրաստել էր ընտանեկան բաղադրատոմսերով, զրույցները շատ ավելի հեռու գնացին, քան բիզնեսը։ Նրանք խոսեցին կրթության, երեխաներ մեծացնելու մարտահրավերների, Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների, երազանքների հիասթափությունների մասին։ Մոնիկան բոլորին տպավորեց, բացահայտելով, որ իր տատիկը սյունեցի է, ստեղծելով անմիջական կապ։ Պարոն Աշոտը կիսվեց իր պատմությամբ, գիշերը որպես անվտանգության աշխատակից աշխատելու ցերեկը իրավաբանություն սովորելու մասին, շահելով Գորգի անմիջական հարգանքը, որը հիանում էր այն մարդկանցով, ովքեր պայքարում էին իրենց նպատակների համար։ Եվ Անոն, տարիների մեջ առաջին անգամ, զգաց, որ կարող է լինել լիովին ինքը։ Պետք չէր թաքցնել իր կրթությունը, պետք չէր նվազեցնել իր խելքը, պետք չէր լինել անտեսանելի։ Այնտեղ, Սյունիքի գյուղերից մեկի ֆերմայի այդ գեղեցկական սեղանի շուրջ, նրան վերաբերվում էին որպես հավասարի, որպես մեկի, ում խոսքերը կշիռ արժեք ունեն։ Հաջորդ առավոտ Գորգը նրանց տարավ ծանոթանալու ամբողջ գործունեությանը։ Նրանք ցույց տվեցին դաշտերը, բացատրեցին արտադրության ցիկլերը, ներկայացրին այն աշխատակիցներին, որոնք տասնամյակներ շարունակ աշխատում էին նրանց հետ։ Դա լիակատար թափանցիկության ցուցադրություն էր, մի բան, որը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կա անկեղծ վստահություն։ Ճաշի ընթացքում, արդեն վերադարձած գլխավոր տուն, Գորգը վերջապես բիզնեսի թեման ուղիղ դրեց սեղանին։ Տես, Անահիտ, ես քեզ հետ անկեղծ կլինեմ։ Մենք շատ հիասթափվեցինք, Մանուկյան գործընկերներից։ Դա ոչ միայն հենց պայմանագրի պատճառով էր, այլ այն ձի, որով մեզ վերաբերվեցին։ Կարծես մենք մի թիվ լինեինք, կարծես մեր աշխատելավոճը հետամնաց կամ գավառական լիներ։ Կարծես Երանի նրբագեղ ձմիակ ճիշտ ձներ բաներ անելու։ Ես լիովին հասկանում եմ, պարոն Գորգ։
Եվ դուք լիակատար իրավունք ունեիք հեռանալու։ Բայց ես կցանկանայի խնդրել մի հնարավորություն, ցույց տալու, որ մենք կարող ենք տարբեր լինել։ Ոչ թե ընկերությունը, ինչպիսին այն կար, այլ ընկերությունը, ինչպիսին այն կարող է դառնալ։ Գորգը հենվեց աթոռին, խաչելով ձեռքերը։ Եվ ինչպիսին կլիներ դա։ Անոն խորը շունչ քաշեց։ Այն, ինչ ես առաջարկում եմ, մի գործընկերություն է, որտեղ մանուկյան գործընկերներ ոչ միայն ծառայություն է մատուցում, այլ իսկապես հասկանում է ձեր բիզնեսը ներսից։ Որտեղ մենք պատրաստի մեթոդներ չենք պարտադրում, այլ մեր ռազմավարությունները հարմարեցնում ենք ձեր իրականությանը։ Որտեղ հաղորդակցությունը միշտ ուղիղ է, ազնիվ, առանց անհարկի ժարգոնի կամ դատարկ պաշտոնականությունների։ Եվ ամենակարևորը, որտեղ կա անկեղծ հարգանք ձեր մշակույթի աշխատելաոճի նկատմամբ։ Դավիթն առաջ թեքվեց։ Իսկ ինչպես ենք մենք երաշխավորում, որ սա պարզապես գեղեցիկ խոսքեր չեն։ Ինչպես գիտենք, որ նույնը չի լինի, ինչպես անցյալ անգամ, պարզապես տարբեր բառերով։ Պատասխանեց պարոն Աշոտը, զարմացնելով բոլորին։ Դուք չեք կարող երաշխավորել միայն խոսքերով, դա ճիշտ է։ Բայց կարող եք սկսել փորձնական նախագծից։ Ավելի փոքր, 3 ամսվա պայմանագիր, հստակ նպատակներով, պարզ դուրս գալու կետերով։ Եթե մենք չկատարենք այն, ինչ խոստացել ենք, եթե հաղորդակցությունը չհոսի այնպես, ինչպես պետք է, դուք ավարտում եք առանց մեծ բարդությունների։ Բայց եթե հաջողվի, այն ժամանակ կխոսենք գործընկերությունն ընդլայնելու մասին։ Գորգն ու Դավիթը հայացքներ փոխանակեցին։ Դա խելացի առաջարկ էր, որը ցույց էր տալիս բարի կամք, առանց ճնշելու չափազանց մեծ անմիջական պարտավորության։ Եվս մի բան կա, ավելացրեց Անոն։ Ես կցանկանայի առաջարկել մանուկյան գործընկերներ, ում տարածաշրջանային հաղորդակցության կենտրոնի ստեղծում։ Մի հատուկ բաժին, նվիրված Հայաստանի մշակութային լեզվական տարբերությունները հասկանալուն, դրանց հետ աշխատելուն։ Ոչ թե որովհետև այդ տարբերությունները խնդիրներ են, այլ որովհետև դրանք հարստություններ են, որոնք պետք է ճանաչվեն, հարգվեն։ Դուք կլինեիք մեր խորհրդատուները այս գործընթացում, օգնելով մեզ հասկանալ երկրի հարավը, ի վերջո մենք կընդլայնվեինք դեպի այլ տարածաշրջաններ։ Տիկին Հեղինեն, որը լուռ էր մնացել զրույցի մեծ մասի ընթացքում, հանկարծ խոսեց. Այն, ինչ դու առաջարկում ես, Անահիտ, մի բան է, որի մասին ես տարիներ շարունակ Գորգին ասում եմ։ Որ Երանի մեծ ընկերությունները երբեք մեզ չեն հասկանա, եթե չդադարեն մեզ տեսնել որպես հետամնացների, սկսեն մեզ տեսնել որպես տարբերների։ Եվ տարբերությունը թերություն չէ, այն բնութագիր է։ Ինքնություն է։ Ճիշտ այդպես է, համաձայնեց Անոն։ Եվ երբ մենք սկսում ենք տարբերություններին վերաբերվել որպես հարգվելիք ինքնությունների, այլ ոչ թե հաղթահարվելիք խոչընդոտների, ամեն ինչ փոխվում է։ Բիզնեսն ավելի լավ է ընթանում, գործընկերություններն ավելի ամուր են դառնում, բոլորը շահում են։ Գորգը երկար լռեց, նայելով պատուհանից դուրս բնապատկերին, այն հողերին, որոնք իր ընտանիքը մշակել էր սերունդներ շարունակ։ Վերջապես, նա շրջվեց դեպի Անոն։ Լավ։ Փորձենք։ 3 ամիս, ինչպես դուք առաջարկեցիք։ Բայց մի լրացուցիչ պայմանով, Անահիտը պետք է ուղղակիորեն ներգրավված լինի նախագծում։ Իմաստ չունի, որ մենք համաձայնենք, հետո միայն խոսենք այլ խորհրդատուների հետ, որոնք ոչինչ չեն հասկանում։ Պետք է լինես դու, կամ մեկը, ով ունի քո տեսլականը։ Ես ուղղակիորեն ներգրավված կլինեմ, պարոն Գորգ։ Կարող եք վստահ լինել դրանում։ Գործարքը կնքող ձեռքսեղմումը ամուր էր լի իմաստով։ Դա ոչ միայն վերականգնվող պայմանագիր էր։ Դա բիզնես անելու նորձի հաստատում էր, մասնագիտական հարաբերությունները տեսնելու նորձ, որը հիմնված էր փոխադարձ հարգանքի անկեղծ հասկացողության վրա։ Երան վերադարձի թռիչքի ընթացքում նրանք երեքով հոգնած էին, բայց փայլում էին։ Նրանք հաջողության էին հասել ոչ միայն կորցրած հաճախորդին վերականգնելու, այլ շատ ավելի մեծ բանի հիմքեր դնելու հարցում։ Մոնիկան անդադար խոսում էր այն մասին, թե որքան հիանալի էր տեսնել իր լեզվական հմտությունների իրական գնահատումը։ Պարոն Աշոտը ոգորված էր բարձր մակարդակի բանակցություններում գործնական փորձ ձեռք բերելուց։ Եվ Անոն զգում էր թեթացման սպասումի խառնուրդ այն ամենի համար, ինչ սպասվում էր։ Երբ հինգշաբթի առավոտյան նրանք վերադարձան, մանուկյան գործընկերներ նրանց դիմավորեցին որպես հերոսների։ Արմենը հավաքել էր ամբողջ տնօրինությանը գլխավոր գործադիրներին, լսելու ուղղորության մասին զեկույցը։ Եվ երբ Անոն բացատրեց ոչ միայն, որ նրանք վերականգնել են պայմանագիրը, այլ որ հաստատել են գործընկերության լիովին նոր մոդել, արձագանքները խառն էին։
Որոշ գործադիրներ անկեղծորեն ոգորված էին։ Մյուսները, հատկապես նրանք, ովքեր աշխատել էին սկզբնական բանակցությունների վրա, իրենց սպառնացած կամ ամաչած զգացին։ Բայց Արմենը հստակ էր։ Ընկերությունը պետք է փոխվեր, սա միայն ավելի մեծ փոխակերպման առաջին փուլն էր։ Այսօրվանից, հայտարարեց նա բոլոր ներկաներին, դոկտոր Անահիտ Սարգսյանը կլինի մեր նոր միջմշակութային հաղորդակցության տնօրենը։ Նա կունենա լիակատար ինքնավարություն, ստեղծելու իր բաժինը, աշխատանքի ընդունելու նրան, ում անհրաժեշտ կհամարի, իրականացնելու այն փոփոխությունները, որոնք կարևոր կհամարի։ Եվ ուզում եմ, որ բոլորի համար պարզ լինի։ Սա ժամանակավոր չէ։ Սա մշտական փոփոխություն է այն ձի մեջ, թե ինչպես է այս ընկերությունը գործում։ Հաջորդող օրերին Անոն սկսեց կառուցել իր նոր բաժինը։ Նրա առաջին գործողությունը ընկերության բոլոր աշխատակիցների, բոլոր մակարդակների ամբողջական ուսումնասիրությունն էր, թաքնված տաղանդներ բացահայտելու նպատակով։ Եվ այն, ինչ նա գտավ, զարմանալի էր։ Նա հայտնաբերեց, որ սպասարկման աշխատակից պարոն Վարդանը սահուն խոսում է գերմաներեն, քանի որ 10 տարի ապրել էր Գերմանիայում, մի գիտելիք, որը կարող էր օգտակար լինել գերմանական ընկերությունների հետ բանակցություններում։ Նա գտավ մի մաքրուհու, Ջեսիկային, որը զբոսաշրջության կրթություն ուներ, կատարյալ անգլերեն էր խոսում։ Նա բացահայտեց մի առաքիչի, Ռաֆայելին, որն ավարտում էր թվային մարքեթինգի ասպիրանտուրան։ Ամբողջ ընկերությունում սփռված էին մարդկային գանձեր, մարդիկ, որոնք աշխատանքի էին ընդունվել հատուկ պաշտոնների համար, բայց իրենց հետ բերում էին շատ ավելին, քան թվում էր։ Անոն ստեղծեց ներքին վերաբաշխման ծրագիր, առաջարկելով վերապատրաստում հնարավորություններ, որպեսզի այդ աշխատակիցները կարողանան տեղափոխվել իրենց հմտություններին ավելի համապատասխան պաշտոնների։ Դա բարեգործություն չէր, նա պնդում էր, որ պարզ լինի։ Դա պարզապես ավելի լավ օգտագործելն էր այն ռեսուրսները, որոնք ընկերությունն արդեն ուներ, գնահատելն էր այն մարդկային կապիտալը, որը վատնվում էր։ Նունեն առաջխաղացում ստացավ, դառնալով կորպորատիվ հյուրընկալության համակարգող, օգտագործելով իր տասնամյակների փորձը մարդկանց հասկանալու սպասարկելու գործում, կարևոր հաճախորդների համար հիշարժան փորձառություններ ստեղծելու համար։ Մոնիկան դուրս եկավ ընդունարանից, դարձավ բազմալեզու հաղորդակցության մասնագետ։ Պարոն Աշոտը սկսեց կես դրույքով աշխատել իրավաբանական բաժնում, կիրառելով այն, ինչ սովորում էր համալսարանում, մինչ շարունակում էր իր ուսումը։ Փոխակերպումը տեղի չունեցավ առանց ցավի։ Որոշ հին աշխատակիցներ հրաժարական տվեցին, անկարող լինելով ընդունել փոփոխությունները։ Մյուսները սկզբում դիմադրեցին, բայց աստիճանաբար հարմարվեցին, երբ տեսան դրական արդյունքները։ Եվ ոմանք ոգորությամբ ընդունեցին փոփոխությունները, հասկանալով, որ նոր դարաշրջան է սկսվում։ Զոհրաբյան խմբի հետ փորձնական նախագիծը մեծ հաջողություն ունեցավ։ 3 ամսում Մանուկյան գործընկերներ ոչ միայն կատարեց այն ամենը, ինչ խոստացել էր, այլ գերազանցեց սպասելիքները։ Հաղորդակցությունը բնականon հոսում էր, ռազմավարությունները հարմարեցվեցին սյունեցիների իրականությանը, փոխադարձ հարգանքը խորացավ։ Երբ 3 ամիսն ավարտվեց, Գորգն անձամբ զանգահարեց Արմենին, խնդրելով ընդլայնել պայմանագիրը 5 տարով, նույնիսկ ավելի մեծ գումարներով, քան սկզբնապես բանակցվել էր։ Եվ լուրը տարածվեց։ Հարավի այլ ընկերություններ սկսեցին դիմել Մանուկյան գործընկերներին, ցանկանալով աշխատել այն թիմի հետ, որն իսկապես հասկանում էր տարածաշրջանային մշակույթը։ Հյուսիսի ընկերությունները նույնպես հետաքրքրություն ցուցաբերեցին։ Շուտով Անոն մշակում էր մասնագիտացման կենտրոններ Հայաստանի տարբեր տարածաշրջանների համար, յուրաքանչյուրը ղեկավարվում էր մարդկանց կողմից, ովքեր իրական փորձ ունեին այդ մշակույթներում։ Այն ճակատագրական օրվանից 6 ամիս անց, երբ նա հայտարարել էր, որ 13 լեզվով է խոսում, Անոն նստած էր իր նոր գրասենյակում, 15-րդ հարկում, որն այժմ ամբողջությամբ նվիրված էր միջմշակութային հաղորդակցության բաժնին։ Պատերը զարդարված էին Հայաստանի քարտեզներով, որոնք ընդգծում էին տարածաշրջանային տարբերությունները, տեղական արտահայտությունների օրինակներով, թիմերի լուսանկարներով, որոնք աշխատում էին հաճախորդների հետ տարբեր մարզերում։ Դուռը թակեցին, Անուշը մտավ, դեռ դպրոցական համազգեստով, գրելով գրքերով լի ծանր ուսապայուսակ։ Բար, մամ։ Եկա քեզ տանեմ, որ միասին տուն գնանք, ինչպես խնդրել էիր։ Անոն ժպտաց, ոտքի կանգնելով, դստերը գրկելու։ Նա խնդրել էր Անուշին գալ իր հետից, որովհետև ուզում էր մի կարևոր բանով կիսվել։ Նստիր այստեղ մի պահ, աղջիկս։ Ուզում եմ քեզ մի բան ցույց տալ։ Նա բացեց իր նոութբուքը, Անուշին ցույց տվեց մի էլեկտրոնային նամակ, որն ստացել էր այդ առավոտ։
Դա Հյուսիսի պետական համալսարաններից մեկից էր, որը նրան հրավիրում էր դասախոսություն կարդալու լեզվական բազմազանության կորպորատիվ միջավայրում թաքնված տաղանդների գնահատման մասին։ Դա սկսվող բազմաթիվ հրավերներից առաջինն էր, նշաններ, որ այն աշխատանքը, որը նա անում էր, արձագանք էր գտնում մանուկյան գործընկերներ ի պատերից դուրս։ Մամ, սա անհավանական է, բացականչեց Անուշը։ Ընդունելով ես։ Այո։ Բայց գիտես, թե որն է ամենաանհավանականը։ Այն է, որ այն բոլոր տարիների ընթացքում, երբ ես միջանցքներ էի մաքրում, երբ ես անտեսանելի էի, ես երբեք չդադարեցի լինել այն, ով ես էի ներսում։ Ես պարզապես սպասում էի։ Սպասում էի ճիշտ պահին, սպասում էի ճիշտ հնարավորությանը։ Եվ երբ այն եկավ, ես պատրաստ էի։ Անուշը ամուր գրկեց մորը։ Ես ուզում եմ քեզ նման լինել, երբ մեծանամ, մայրիկ։ Այդքան ուժեղ, այդքան համբերատար, այդքան իմաստուն։ Դու արդեն այդ ամենն ես, սիրելիս։ Դու պարզապես պետք է հավատաս ինքդ քեզ երբեք թույլ չտաս, որ որևէ մեկը քեզ անտեսանելի կամ պակաս կարոր զգա այն պաշտոնի կամ հանգամանքների պատճառով, որում դու գտնվում ես։ Դու միշտ ավելին կլինես, քան թվում է։ Մենք բոլորս այդպիսին ենք։ Մինչ մայր ու դուստր միասին դուրս էին գալիս այդ գրասենյակից, անցնելով այն միջանցքներով, որոնք Անոն սովորաբար լուր մաքրում էր, նա հասկացավ, որ ապրում է մի երկրորդ հնարավորություն, որը քչերն են ունենում կյանքում։ Հնարավորություն օգտագործելու իր գիտելիքները, փոփոխություն մտցնելու, տեսանելի լսելի լինելու։ Եվ ամենակարևորը հնարավորություն դռներ բացելու մյուսների համար, ովքեր, ինչպես ինքը, ստիպված էին եղել հանգամանքների բերումով թաքցնել, թե ովքեր են իրենք իրականում։ Լուր հեղափոխությունը նոր էր սկսվում, Անահիտ Սարգսյանը, այն կինը, որը լուր մաքրում էր 13 լեզվով խոսում, մի անհավանական առաջնորդ էր մի փոխակերպման, որը շատ ավելի հեռու կգնար, քան մեկ ընկերությունը, հասնելով սրտերի մտքերի ամբողջ Հայաստանով մեկ։ Գլուխ 4 2 տարի էր անցել մանուկյան գործընկերներ ի դահլիճում տեղի ունեցած այդ փոխակերպող օրվանից։ Երանը շարունակում էր իր խելահեղ ամենօրյա վազքը, բայց հյուսիսային պողոտայի այդ շենքի ներսում ինչ-որ հիմնարար բան էր փոխվել։ Միջմշակութային հաղորդակցության բաժինը, որը սկսվել էր որպես համարձակ փորձ, դարձել էր ընկերության առաջատար ուժը, պատասխանատու լինելով բոլոր նոր պայմանագրերի գրեթե 40%-ի մի ազգային հեղինակության համար, որը մանուկյան գործընկերները ին դրել էր բոլորովին այլ մակարդակի վրա։ Անահիտ Սարգսյանը, որին այժմ միշտ դիմում էին դոկտոր Անահիտ կամ պարզապես Անո, ամենամոտ մարդկանց կողմից, այս փոփոխությունների փոթորկի կենտրոնում էր։ Նրա գրասենյակը 15-րդ հարկում վերածվել էր մշտական հանդիպման վայրի։ Խորհրդատուները գալիս էին ուղղորդումներ խնդրելու, թե ինչպես մոտենալ տարբեր տարածաշրջանների հաճախորդներին։ Այլ ընկերությունների գործադիրները գալիս էին սովորելու թաքնված տաղանդների գնահատման մոդելի մասին։ Լրագրողները գալիս էին ռեպորտաժներ պատրաստելու այն պատմության մասին, որը թվում էր ֆիլմից վերցված, բայց բացարձակապես իրական էր։ Հինգշաբթի առավոտյան Անոն պատրաստում էր իր ելույթը իր վերացնված կարիերայի ամենամեծ իրադարձության համար։ Նրան հրավիրել էին կորպորատիվ բազմազանության ներառականության ազգային համաժողովին, որը պետք է տեղի ունենար Դիլիջանում հաջորդ հանգստյան օրերին, նրա ելույթն ամենասպասվածներից մեկն էր։ Վերնագիրը անտեսանելից անփոխարինելի, ինչպես թաքնված տաղանդները կարող են փոխակերպել կազմակերպությունները։ Մինչ վերանայում էր սլայդները, դռան թակոց լսվեց։ Դա Արմեն Մանուկյանն էր, այժմ մի քանի ալեխառն մազը ավելի, բայց շատ ավելի տարբեր արտահայտությամբ, քան այն, որը կրում էր 2 տարի առաջ։ Նրա մեջ մի թեթություն կար, մի խոնարհություն, որը գոյություն չուներ, երբ կարծում էր, թե փողն ու իշխանությունը բավարար են ամեն ինչ լուծելու համար։ Անո, կարելի է մտնել։ Պետք է քեզ հետ մի կարևոր բանի մասին խոսեմ։ Իհարկե, Արմեն։ Նստիր։ Նա տեղավորվեց նրա սեղանի դիմացի աթոռին մի քանի վայրկյան պարզապես լուռ մնաց, կարծես մտքերը կարգի էր բերում։ Վերջապես խոսեց. Գիտես, ես վերանայում էի ընկերության վերջին 2 տարվա թվերը։ Մենք աճել ենք 63%-ով եկամտի առումով, 90%-ով շուկայական հեղինակության, ըստ հարցումների 40%-ով նվազեցրել ենք աշխատակիցների հոսունությունը։ Սրանք անհավանական, փոխակերպող թվեր են։ Եվ այս ամենը սկսվեց քեզնով, այն օրը, երբ ես ունեցա ամբարտավանությունն ու հիմարությունը քեզ հրապարակավ նվաստացնելու։ Անոն նրան նայեց այն հանգստությամբ, որը դարձել էր իր այցեքարտը։ Դա միայն ինձ հետ կապված չէր, Արմեն։
Դա կապված էր աշխարհի հնացած տեսլականի հետ, որտեղ մարդիկ սահմանվում էին միայն իրենց պաշտոններով, որտեղ տաղանդը ճանաչվում էր միայն այն դեպքում, երբ այն ճիշտ փաթեթավորված էր։ Դու փոխեցիր այդ տեսլականը։ Դժվար էր, բայց դու փոխվեցիր։ Նա գլուխը թափահարեց։ Ես մենակ չփոխվեցի։ Դու ինձ ստիպեցիր փոխվել։ Եվ ես այսօր այստեղ եմ քեզ մի առաջարկ անելու։ Ես ուզում եմ, որ դու դառնաս ընկերության բաժնետեր։ Ոչ միայն տնօրեն, այլ փաստացի բաժնետեր, շահույթի բաժնեմասով բոլոր ռազմավարական ոլորտներում որոշում կայացնելու իրավունքով։ Անոն զգաց, որ սիրտը արագանում է։ Դա մի առաջարկ էր, որը լիովին կփոխեր իր կյանքը, որը կներկայացներ ֆինանսական անվտանգություն, որի մասին երբեք չէր երազել, որը վերջնականապես կամրապնդեր իր փոխակերպումը հավաքարարից բարձր մակարդակի գործադիրի։ Բայց կար մի բան, որը պետք է պարզաբաներ նախ։ Արմեն, ես անչափ շնորհակալ եմ վստահության համար։ Բայց պետք է քեզ հարցնեմ։ Ինչո՞վ։ Ինչու հիմա, ինչու կոնկրետ ես։ Նա առաջ թեքվեց, նրա աչքերը հանդիպեցին Անոյի աչքերին անկեղծությամբ։ Որովհետև ես վերջապես հասկացա, որ այս ընկերությունը միայն իմը չէ։ Երբեք չի եղել։ Այն բոլոր այն մարդկանցն է, ովքեր աշխատում են այստեղ, ովքեր իրենց կյանքն են նվիրում այստեղ, ովքեր իրենց տաղանդներն են բերում այստեղ, ճանաչված թե ոչ։ Եվ դու դա ներկայացնում ես ավելի լավ, քան որևէ մեկը։ Դու ապացուցեցիր, որ ընկերության ամենամեծ ակտիվը շենքերը չեն, պայմանագրերը չեն, նույնիսկ անունը չէ։ Դրանք մարդիկ են։ Եվ երբ մենք այդ մարդկանց վերաբերվում ենք արժանապատվությամբ, երբ ճանաչում ենք նրանց իրական արժեքները, երբ իրական հնարավորություններ ենք տալիս, բոլորը շահում են։ Ես ուզում եմ, որ դու բաժնետեր դառնաս, որովհետև դու ներկայացնում ես այն ապագան, որն այս ընկերությունը պետք է ունենա։ Անոն զգաց, որ արցունքները սպառնում են հայտնվել, բայց զսպեց դրանք։ Դա հուզվելու պահ չէր, դա կարևոր որոշումների պահ էր։ Ես ընդունում եմ, մի պայմանով։ Որ առաջխաղացման ճանաչման մոդելը, որը մենք ստեղծել ենք իմ բաժնում, տարածվի ամբողջ ընկերության վրա։ Որ յուրաքանչյուր աշխատակից, անկախ նրանից, թե ինչ պաշտոնով է սկսում, ունենա տարեկան գնահատում ոչ միայն կատարողականի, այլ թաքնված ներուժի։ Որ մենք ստեղծենք կրթաթոշակների ֆոնդ այն աշխատակիցների համար, ովքեր ցանկանում են շարունակել իրենց կրթությունը։ Եվ որ մենք ինստիտուցիոնալացնենք այն քաղաքականությունը, որ ոչ մի ներքին թափուր պաշտոն չի կարող լրացվել նախքան ստուգելը, թե արդյոք ընկերությունում ունենք մեկին, որը կարող է վերապատրաստվել առաջխաղացում ստանալ դրա համար։ Արմենը ժպտաց։ Համաձայն եմ ամեն ինչի հետ։ Եվ գիտես ինչ։ Ես ավելին կանեմ։ Ես ուզում եմ ստեղծել ինստիտուտ, որը կապված կլինի ընկերության հետ, բայց անկախ նվիրված Հայաստանում լեզվական մշակութային բազմազանության ճանաչմանը խթանմանը։ Ես ուզում եմ, որ դա մի բան լինի, որը կգոյատի մեզանից հետո, որը կշարունակի այս աշխատանքը սերունդներ շարունակ։ Եվ ես ուզում եմ, որ դու լինես այդ ինստիտուտի նախագահը։ Դա չափազանց շատ էր միանգամից մարսելու համար։ Անոն ոտքի կանգնեց մոտեցավ պատուհանին, նայելով ներքում գտնվող Երանին, այդ հսկայական քաղաքին, որտեղ միլիոնավոր իր պատմության նման պատմություններ էին տեղի ունենում հենց այդ պահին։ Միլիոնավոր տաղանդավոր մարդիկ, որոնք աշխատում էին աշխատանքներում, որոնք չէին արտացոլում իրենց իրական կարողությունները։ Միլիոնավոր հետաձգված երազանքներ, թաքնված գիտելիքներ, լռեցված ձայներ։ Ես կընդունեմ ամեն ինչ, Արմեն։ Բայց ոչ ինձ համար։ Բոլոր այն մարդկանց համար, ովքեր դեռ միջանցքներ են մաքրում, դարակում մագիստրոսի դիպլոմներ ունենալով։ Բոլոր այն գիշերային անվտանգության աշխատակիցների համար, ովքեր ցերեկը իրավաբանություն են սովորում։ Բոլոր այն ընդունարանի աշխատակիցների համար, ովքեր 5 լեզվով են խոսում, բայց աշխատանքի են ընդունվել արտաքինի համար։ Ես կընդունեմ, որովհետև այս փոխակերպումը պետք է դուրս գա այս ընկերությունից, այս քաղաքից, նույնիսկ այս երկրից։ Հաջորդող ամիսներին փոփոխություններն արագացան։ Հայաստանի բազմազանության ինստիտուտը պաշտոնապես ստեղծվեց Անոյի նախագահությամբ մի խորհրդով, որը բաղկացած էր լեզվաբաններից, սոցիոլոգներից, գործարարներից, համայնքային առաջնորդներից երկրի բոլոր տարածաշրջաններից։ Նպատակն էր քարտեզագրել, փաստագրել, խթանել հայկական մշակութային լեզվական բազմազանության գնահատումը, ոչ միայն որպես մշակութային ժառանգություն, այլ որպես տնտեսական սոցիալական ակտիվ։ Արձագանքն անմիջական էր լայն։ Հայաստանի բոլոր համալսարանները սկսեցին գործընկերություններ ստեղծել ինստիտուտի հետ։ Ընկերությունները խորհրդատվություն էին ուզում, թե ինչպես իրականացնել նմանատիպ ծրագրեր։
Մարզպետարանները սկսեցին քննարկել հանրային քաղաքականություններ, հիմնված մշակվող աշխատանքի վրա։ Եվ Անոն հայտնվեց մշտական ճամփորդությունների մեջ, դասախոսություններ կարդալով, բազմապատկիչներ պատրաստելով, փոփոխություններ ոգեշնչելով այնպիսի վայրերում, որոնք նա նույնիսկ չէր պատկերացնում, որ կհասնեին։ Բայց ոչ ամեն ինչ էր հարթ։ Կար դիմադրություն, հատկապես ավելի պահպանողական շրջանակներից, որոնք դա տեսնում էին որպես զոհաբերում կամ չափազանցված ինքնության քաղաքականություն։ Կային քննադատություններ ծախսերի, արդյունավետության, այն մասին, թե արդյոք ընկերությունները պետք է իսկապես անհանգստանան այս հարցերով։ Եվ Անոն յուրաքանչյուր քննադատության դիմակայում էր տվյալներով, կոնկրետ արդյունքներով, այն անհերքելի ապացույցով, որ բազմազանությունը հարգելն ու գնահատելը ոչ միայն բարոյապես ճիշտ է, այլ տնտեսապես խելացի։ Այդ ժամանակաշրջանի ամենահիշարժան պատմություններից մեկը Ամանդայի պատմությունն էր, 23-ամյա մի երիտասարդ աղջկա, որն աշխատում էր որպես մաքրուհի Գյումրիի մի տեխնոլոգիական ընկերությունում։ Նա էլեկտրոնային նամակ էր ուղարկել Հայաստանի բազմազանության ինստիտուտին, պատմելով իր պատմությունը։ Ավարտել էր համակարգչային գիտությունների ֆակուլտետը, բայց չէր կարողացել աշխատանք գտնել ոլորտում, փորձի կապերի բացակայության պատճառով։ Նա աշխատում էր, մաքրելով ծրագրավորողների գրասենյակները, լսելով, թե ինչպես են նրանք քննարկում կոդեր, որոնք նա կատարյալ հասկանում էր, բայց որոնց մասին երբեք չէր կարող կարծիք հայտնել։ Անոն անձամբ միջամտեց գործին։ Զանգահարեց այն ընկերության գործադիր տնօրենին, որտեղ Ամանդան աշխատում էր, մի երիտասարդ տեսականորեն առաջադեմ մարդու, որը ցնցվեց, բացահայտելով, որ իր սեփական հարկի տակ որակավորված ծրագրավորող է աշխատում որպես հավաքարար։ Ամանդային անմիջապես տեղափոխեցին զարգացման թիմ, որտեղ նա արագորեն ապացուցեց իր արժեքը։ 6 ամիս անց նա արդեն ղեկավարում էր մի կարևոր նախագիծ։ Եվ նրա պատմությունը վիրուսային դարձավ սոցիալական ցանցերում, ոգեշնչելով այլ ընկերություններին ավելի ուշադիր նայել իրենց սեփական աշխատակիցներին։ Այն հայտնի դիմակայության երրորդ տարելիցին մանուկյան գործընկերներ մեծ տոնական միջոցառում կազմակերպեց։ Դա տոնակատարություն էր, իրազեկում, մի պահ հետ նայելու ճանաչելու, թե որքան բան է փոխվել, բայց նա առաջ նայելու տեսնելու, թե որքան բան դեռ կա անելու։ Ընտրված հյուրանոցի սրահը լեփ-լեցուն էր։ Հին ու նոր աշխատակիցներ, հաճախորդներ, որոնք դարձել էին ընկերներ, նախագծերի գործընկերներ, համալսարանների ներկայացուցիչներ, լրագրողներ, մոդելով հետաքրքրված քաղաքական գործիչներ։ Եվ ամեն ինչի կենտրոնում Անոն էր, հագած էլեգանտ, բայց պարզ զգեստ, ընդունելով շնորհավորանքներ, բայց միշտ ուշադրությունը շեղելով դեպի թիմը, դեպի հավաքական աշխատանքը, դեպի մյուս մարդիկ, որոնց պատմությունները նույնպես արժանի էին պատմվելու։ Գորգ Հեղինե Զոհրաբյանները Կապանից հատուկ եկել էին միջոցառմանը, իրենց հետ բերելով մի անակնկալ։ Նրանք բարձրացան բեմ, հայտարարեցին, որ ստեղծում են մշակութային փոխանակման ծրագիր հարավի այլ տարածաշրջանների ընկերությունների միջ, ոգեշնչված այն աշխատանքից, որը մշակել էին մանուկյան գործընկերների հետ։ Սյունեցի գործարարները ժամանակաշրջաններ կանցկացնեին հյուսիսի, կենտրոնական շրջանների ընկերություններում, հակառակը, գործնականում սովորելով հայկական տարբեր բիզնես մշակույթների մասին։ Նունեն, այժմ կորպորատիվ հյուրընկալության համակարգող ազգային մակարդակով ճանաչված իր ոլորտում, լաց եղավ, երբ նրան բեմ կանչեցին խոսելու իր ուղու մասին։ Նրա ձայնը հուզմունքից խեղդվում էր, երբ պատմում էր, թե ինչպես է 30 տարի սուրճ պատրաստել, կարծել, թե դա է միակ բանը, որ կարող է առաջարկել, մինչ որ ինչ-որ մեկը վերջապես նկատեց, որ նա հատուկ շնորհ ունի մարդկանց իրենց տանը զգալ տալու մի տաղանդ, որը շատ ավելին արժեր, քան ըմպելիքներ պատրաստելը։ Պարոն Աշոտը, որն ավարտել էր իրավաբանականը, այժմ աշխատում էր ընկերության իրավաբանական բաժնում, միաժամանակ պատրաստվելով փաստաբանական քննությանը, խոսեց այն մասին, թե ինչպես էր գրեթե հրաժարվել իրավաբան դառնալու երազանքից, մինչ որ մի հավաքարար, որն իրականում լեզվաբանության դոկտոր էր, նրան տվեց այն հնարավորությունը, որը ոչ ոք չէր տվել։ Մոնիկան, որն այժմ ղեկավարում էր 10 հոգանոց թիմ բազմալեզու հաղորդակցության բաժնում, կիսվեց, թե ինչպես է 5 տարի անցկացրել, նվազեցվելով իր ֆիզիկական արտաքինին, աշխատանքի ընդունվելով որպես գեղեցիկ ընդունարանի աշխատակից, մինչ որ վերջապես ինչ-որ մեկը հարցրեց, թե էլ ինչ գիտի անել, բացահայտեց նրա լեզվական տաղանդները։ Եվ հետո եկավ Անուշի հերթը, այժմ 19 տարեկան բժշկական սովորող երկրի լավագույն պետական համալսարաններից մեկում։ Նա բեմ բարձրացավ ոչ թե իր մասին խոսելու, այլ մոր մասին։ Երբ ես երեխա էի, սկսեց նա, նրա ձայնը երիտասարդ, բայց հաստատուն, ես տեսնում էի, թե ինչպես է մայրս լուսադեմին դուրս գալիս կապույտ համազգեստով, ամեն օր հոգնած վերադառնում։ Ես չէի հասկանում, թե ինչու է նա այդ աշխատանքն անում, ինչու է այդքան խելացի մարդը գրասենյակներ մաքրում։
Բայց հիմա ես հասկանում եմ. նա դա անում էր, որովհետև սիրում էր ինձ։ Որովհետև սիրում էր տատիկիս։ Որովհետև երբեմն սերը մեզ ստիպում է ընդունել իրավիճակներ, որոնք երբեք չէինք պատկերացնի մեզ համար։ Բայց սերը նա մեզ ուժ է տալիս, երբ գալիս է ճիշտ պահը ոտքի կանգնելու ասելու «Ես ավելին եմ, քան դուք տեսնում եք»։ Եվ մայրս դա արեց։ Նա ոտքի կանգնեց, նա խոսեց, նա փոխեց ոչ միայն իր սեփական կյանքը, այլ հարյուրավոր այլ մարդկանց կյանքը։ Սրահը պայթեց ծափահարություններից։ Անոն լսարանից սրբում էր արցունքները, չանհանգստանալով, թե ով է տեսնում։ Դրանք հպարտության արցունքներ էին դստեր համար, երախտագիտության այն ամենի համար, ինչ տեղի էր ունեցել թեթացման դժվար տարիներից հետո գոյատելու համար, հույսի այն ապագայի համար, որն այժմ բացվում էր ոչ միայն իր, այլ շատ այլ մարդկանց համար։ Երբ վերջապես եկավ իր խոսելու հերթը, Անոն բեմ բարձրացավ ոտնկայս ծափահարությունների ներքո, որոնք տեցին գրեթե 2 րոպե։ Երբ լռությունը վերջապես հաստատվեց, նա սկսեց. 3 տարի առաջ, հենց այս օրը, ես միջանցքներ էի մաքրում։ Ես անտեսանելի էի։ Ոչ թե որովհետև մարդիկ ինձ ֆիզիկապես չէին տեսնում, այլ որովհետև նրանք նայում էին իմ միջով, կարծես ես ուրվական լինեի, մի անհրաժեշտ, բայց ոչ կարևոր ներկայություն։ Եվ ես ընդունել էի այդ անտեսանելիությունը, որովհետև կարծում էի, թե դա այն գինն է, որ պետք է վճարեմ գոյատելու, ընտանիքիս հոգ տանելու, արժանապատվությունը պահպանելու համար, նույնիսկ երբ ամեն ինչ թվում էր, թե իմ դեմ է։ Նա դադար տվեց, նայելով լսարանին, տեսնելով ծանոթ-անծանոթ դեմքեր, բոլորն ուշադիր։ Եվ հետո արդարացի զայրույթի մի պահին, ինչ-որ մեկը հարձակվեց ինձ վրա։ Ինչ-որ մեկն օգտագործեց իմ դիրքը, իմ պաշտոնը որպես զենք ինձ նվաստացնելու, ինձ ստորացնելու, ինձ այն ամենի օրինակը դարձնելու, ինչը սխալ էր այս երկրում։ Եվ այդ պահին ես ընտրություն ունեի։ Ես կարող էի շարունակել լինել անտեսանելի, շարունակել լռել, շարունակել ընդունել։ Կամ ես կարող էի խոսել։ Ես կարող էի ասել, ես ավելին եմ, քան դուք տեսնում եք։ Բացարձակ լռություն էր տիրում սրահում։ Եվ ես խոսեցի։ 3 բառ, ես 13 լեզվով եմ խոսում։ 3 բառ, որոնք փոխեցին իմ կյանքը, որոնք փոխեցին այս ընկերությունը, որոնք, հուսով եմ, օգնում են փոխել այս երկիրը։ Որովհետև այն, ինչ ես իրականում ասում էի այդ պահին, լեզուների մասին չէր։ Դա արժանապատվության մասին էր։ Դա այն մասին էր, որ թույլ չտանք, որ որևէ մեկը մեզ սահմանի միայն մեր պահի պաշտոնով։ Դա այն մասին էր, որ ճանաչենք, որ յուրաքանչյուր մարդ իր մեջ կրում է գիտելիքի, փորձի ներուժի ամբողջական տիեզերքներ։ Նա ուղիղ նայեց այնտեղ, որտեղ նստած էր Արմենը։ Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Արմեն Մանուկյանին։ Ոչ թե այն բանի համար, ինչ նա արեց այդ օրը, որովհետև դա սխալ էր ցավոտ, այլ այն բանի համար, որ նա ունեցավ խիզախություն ընդունելու իր սխալը, փոխվելու, փոխակերպվելու։ Որովհետև փոխակերպումը տեղի է ունենում ոչ միայն նախապաշարմունքի զոհերի հետ։ Այն պետք է տեղի ունենա նրանց հետ, ովքեր հավերժացնում են նախապաշարմունքը, հաճախ նույնիսկ առանց նկատելու։ Եվ Արմենը ցույց տվեց, որ հնարավոր է փոխվել, որ հնարավոր է սովորել, որ հնարավոր է դառնալ իրական դաշնակից։ Արմենը տեսանելիորեն հուզված էր, լուռ գլխով անելով։ Բայց ես նա ուզում եմ խոսել բոլոր այն մարդկանց հետ, ովքեր այստեղ են դեռ անտեսանելի են։ Բոլոր նրանց հետ, ովքեր աշխատում են պաշտոններում, որոնք չեն արտացոլում, թե ովքեր են իրենք իրականում։ Բոլոր նրանց հետ, ովքեր թաքցնում են դիպլոմներ, տաղանդներ, երազանքներ, որովհետև պետք է նախ գոյատեն։ Ես ուզում եմ ասել. մի հանձնվեք։ Շարունակեք սովորել, եթե կարող եք։ Շարունակեք երազել միշտ։ Եվ ամենակարևորը, երբեք մի ներքնայնացրեք այն անտեսանելիությունը, որը մյուսները պարտադրում են ձեզ։ Դուք շատ ավելին եք, քան տեսնում են։ Եվ մի օր, գուցե երբ ամենակիչն եք սպասում, կգա ձեր հնարավորությունը ցույց տալու, թե ով եք դուք իրականում։ Անոն խորը շունչ քաշեց, զգալով, որ մոտենում է իր ելույթի ավարտին։ Իսկ ընկերություններին, գործատուներին, բոլոր նրանց, ովքեր ունեն աշխատանքի ընդունելու առաջ խաղացնելու իշխանություն, ես թողնում եմ այս մարտահրավերը։ Նայեք պաշտոններից այն կողմ։ Հարցրեք մարդկանց իրենց պատմությունների մասին։ Բացահայտեք, թե ինչ տաղանդներ են թաքնված ձեր սեփական միջանցքներում։ Որովհետև ես երաշխավորում եմ յուրաքանչյուր բավականաչափ մեծ ընկերությունում կա առնվազն մեկ Անահիտ։ Կա առնվազն մեկ պարոն Աշոտ։ Կա առնվազն մեկ Մոնիկա։ Մարդիկ, որոնք կարող էին շատ ավելին անել, եթե ինչ-որ մեկը պարզապես հարցներ, թե էլ ինչ գիտեն անել։
Հաջորդած ծափահարությունները խլացուցիչ էին երկարատ։ Բայց Անոն ձեռքը բարձրացրեց, խնդրելով 1 րոպե ուշադրություն։ Մի վերջին բան կա, որ պետք է ասեմ։ Այս ամբողջ ճանաչումը, այս բոլոր մրցանակները, այս բոլոր փոփոխությունները հիանալի են։ Բայց դրանք չեն կարող այստեղ կանգ առնել։ Հայաստանի բազմազանության ինստիտուտը նոր է սկսում։ Մենք մինչ այժմ քարտեզագրել ենք այս երկրի մշակութային լեզվական ներուժի 5%-ից պակասը։ Կան անհետացող բարբառներ, կան կորչող գիտելիքներ, կան ամեն օր լռեցվող ձայներ։ Եվ մենք, բոլորս այս սրահում, պատասխանատվություն ունենք փոխելու դա։ Ոչ թե պարտավորությունից, ոչ թե մեղքի զգացումից, այլ որովհետև մի երկիր, որը չի ճանաչում գնահատում իր բազմազանությունները, մի երկիր է, որը վատնում է իր ամենամեծ գանձը՝ իր ժողովրդին։ Այդ միջոցառումից հետո ամիսների ընթացքում Հայաստանի բազմազանության ինստիտուտի աշխատանքը ազգային, ապա միջազգային չափեր ստացավ։ Լատինական Ամերիկայի երկրները սկսեցին հետաքրքրվել մոդելով, ցանկանալով այն հարմարեցնել իրենց իրականություններին։ Միջազգային կազմակերպությունները հրավիրում էին Անոյին խոսելու ներառականության բազմազանության մասին կոնֆերանսներում։ Եվ տարբեր մայրցամաքների համալսարանները սկսեցին ուսումնասիրել մանուկյան գործընկերներ, ի դեպքը, որպես հաջողված կորպորատիվ փոխակերպման օրինակ։ Բայց այն, ինչ ամենաշատն էր հպարտացնում Անոյին, այն անհատական պատմություններն էին, որոնք հասնում էին նրան գրեթե ամեն օր։ Էլեկտրոնային նամակներ մարդկանցից, ովքեր ոգեշնչվել էին բացահայտելու իրենց թաքնված տաղանդները։ Նամակներ գործատուներից, ովքեր գանձեր էին հայտնաբերել իրենց սեփական թիմերում։ Պատմություններ ընտանիքների մասին, որոնք փոխակերպվել էին, երբ մի անդամ վերջապես հնարավորություն էր ստացել օգտագործելու իր իրական հմտությունները։ Կար տիկին Մարիամի պատմությունը, 50-ամյա մի հավաքարարի Վանաձորում, որը բացահայտել էր, որ բուժքրոջ կրթություն ունի, տեղափոխվել էր այն ընկերության աշխատանքային առողջության բաժին, որտեղ աշխատում էր։ Կար Հովհաննեսի պատմությունը մի առաքիչի Դիլիջանում, որն իրականում կրթությամբ երաժիշտ էր, սկսել էր երաժշտության դասեր տալ ընկերության աշխատակիցների երեխաներին ազատ ժամանակ։ Այնքան շատ պատմություններ կային, այնքան շատ փոխվող կյանքեր, այնքան շատ ձայներ, որոնք վերջապես լսվում էին։ Այդ ճակատագրական օրվանից 5 տարի անց Անոն վերադարձել էր Երանի պետական համալսարան, բայց այժմ ոչ որպես ուսանող կամ ժամանակավոր դասախոս։ Նրան հրավիրել էին ստանալու պատվավոր պրոֆեսորի կոչում, ի նշան իր ներդրման կիրառական լեզվաբանության հայկական մշակութային բազմազանության ուսումնասիրությունների մեջ։ Արարողությունը տեղի էր ունենում նույն դահլիճում, որտեղ նա պաշտպանել էր իր դոկտորական ատենախոսությունը ավելի քան 1 տասնամյակ առաջ, մի ցիկլ, որը կատարյալ կերպով փակվում էր։ Առաջին շարքում նստած էին նրա մայրը, տիկին Վարդուհին, այժմ կայուն առողջությամբ այնպիսի հպարտությամբ, որը միայն մայրերը գիտեն լինել։ Նրա կողքին Անուշը, արդեն բժշկականի 3-րդ կուրսում իր կուրսի լավագույն ուսանողներից մեկը։ Եվ լսարանում սփռված էին այնքան շատ ծանոթ դեմքեր։ Նունեն, պարոն Աշոտը, Մոնիկան, Գորգ Հեղինե Զոհրաբյանները, Արմենը, Կարինեն, տասնյակ այլ մարդիկ, որոնց կյանքերը միահյուսվել էին նրա կյանքի հետ այդ անհավանական ճանապարհին։ Երբ նա ստացավ պատվավոր դիպլոմը, հրավիրվեց խոսելու, Անոն նայեց դեմքերի այդ ծովին խորը հուզմունք զգաց։ Նա վերադարձել էր այն ակադեմիական աշխարհ, որն այդքան սիրում էր, բայց այժմ փորձառությունների մի պաշարով, որը տեսությունը միայնակ երբեք չէր կարող տալ նրան։ Նա ապրել էր անտեսանելիության մեջ, զգացել էր նվաստացումը, իր մաշկի վրա զգացել էր, թե ինչ է նշանակում դատվել ոչ թե նրանով, ինչ գիտեր, այլ նրանով, ինչ թվում էր։ Եվ դա նրան դարձրել էր ոչ միայն ավելի լավ լեզվաբան, այլ ավելի լավ մարդ, ավելի լավ առաջնորդ, փոփոխությունների ավելի լավ գործակալ։ Երբ ես սկսեցի իմ ակադեմիական ճանապարհը, ասաց նա, ես հետաքրքրված էի լեզուներով, բարբառներով, թե ինչպես են մարդիկ հաղորդակցվում։ Բայց ես դրա մասին մտածում էի վերացական, տեսական ձով, գրեթե կարծես դրանք լուծվելիք ինտելեկտուալ գլուխկոտրուկներ լինեին։ Եվ հետո կյանքն ինձ սովորեցրեց, որ լեզուն վերացական չէ։ Լեզուն ուժ է, ինքնություն է, արժանապատվություն է։ Երբ ինչ-որ մեկը ծաղրում է մյուսի առոգանությունը, նա ոչ միայն քննադատում է արտասանությունը։ Նա հարձակվում է ինքնության վրա։ Երբ ընկերությունն անտեսում է տարածաշրջանային տարբերությունները, նա ոչ միայն ձախողվում է հաղորդակցության մեջ։ Նա ձախողվում է հարգանքի մեջ։ Նա հատուկ նայեց լեզվաբանության ուսանողներին, որոնք լսարանում էին երիտասարդներ, լի երազանքներով, տեսություններով։ Եվ ես ուզում եմ ասել բոլոր ապագա լեզվաբաններին այստեղ։
Ուսումնասիրեք այո քերականությունը, ուսումնասիրեք այո հնչյունաբանությունը, ուսումնասիրեք այո բոլոր տեսությունները։ Բայց երբեք մի մոռացեք, որ յուրաքանչյուր բարբառի հետում մարդ կա։ Յուրաքանչյուր առոգանության հետում պատմություն կա։ Յուրաքանչյուր խոսելու ձի հետում ինքնություն կա, որն արժանի է հարգվելու, գնահատվելու։ Լեզվաբանությունը ոչ միայն գիտություն է։ Այն նա, գուցե հիմնականում, մարդասիրության ակտ է։ Տարիները շարունակում էին անցնել, այն օրվա ժառանգությունը, երբ Անահիտ Սարգսյանը հայտարարեց, որ 13 լեզվով է խոսում, միայն աճում էր։ Հայաստանի բազմազանության ինստիտուտը դարձել էր համաշխարհային հեղինակություն։ Տասնյակ երկրների ընկերություններ որդեգրում էին թաքնված տաղանդների գնահատման մոդելը։ Համալսարաններն իրենց ուսումնական ծրագրերում ներառում էին լեզվական մշակութային բազմազանության ուսումնասիրություններ, որպես կորպորատիվ ակտիվներ։ Եվ Հայաստանում դանդաղ, բայց առաջադիմաբար, ազգային խոսույթը փոխվում էր։ Առոգանությունները, որոնք նախկինում կատակի առարկա էին, սկսեցին դիտվել հպարտությամբ։ Տարածաշրջանային արտահայտությունները, որոնք ծաղրվում էին, սկսեցին փաստագրվել որպես մշակութային ժառանգություն։ Եվ հազարավոր ընկերությունների սպասարկման աշխատակիցները երկրում սկսեցին դիտվել ոչ թե որպես մեկանգամյա օգտագործման աշխատուժ, այլ որպես բացահայտվելու սպասող պոտենցիալ տաղանդներ։ Հենց մանուկյան գործընկերները լիովին փոխակերպվել էր։ Նրա գործադիրների տնօրենների ավելի քան 30%-ը մարդիկ էին, ովքեր սկսել էին հիմնական պաշտոններում ներքին առաջխաղացում ստացել։ Ընկերությունը հետողականորեն ընդգրկվում էր Հայաստանում աշխատելու լավագույն վայրերի ցուցակում։ Եվ նրա եկամուտը եռապատկվել էր, անհերքելիորեն ապացուցելով, որ մարդկանց արժանապատվությամբ վերաբերվելը, նրանց իրական տաղանդները ճանաչելը ոչ միայն բարոյապես ճիշտ է, այլ չափազանց շահավետ։ Այդ փոխակերպող օրվանից 10 տարի անց մեծ լսարան ունեցող հեռուստահաղորդման ժամանակ Անոյին հրավիրեցին պատմելու իր ամբողջական պատմությունը։ Դա այն հազվագյուտ դեպքերից էր, երբ նա ընդունում էր այս տեսակի հրապարակայնությունը, սովորաբար նախընտրելով ուշադրությունը կենտրոնացնել աշխատանքի, այլ ոչ թե իր վրա։ Բայց պրոդյուսերը համոզիչ կերպով փաստարկել էր, որ նրա անձնական պատմությունը կոգեշնչի միլիոնավոր մարդկանց, ովքեր դեռ լուռ պայքարում են, դեռ թաքցնում են, թե ովքեր են իրականում, դեռ սպասում են իրենց հնարավորությանը։ Հարցազրույցի ընթացքում, երբ հաղորդավարը հարցրեց, թե ինչ կասեր նա իր 10 տարի առաջվա եսին, այն Անահիտին, որը լուսադեմին միջանցքներ էր մաքրում, Անոն երկար լռեց, նախքան պատասխանելը։ Ես կասեի. Դիմացիր։ Ես կասեի. Սա հավերժ չէ։ Ես կասեի. Դու պատժված չես, դու պարզապես սպասում ես։ Եվ ամենակարևորը, ես կասեի. Երբ քո ժամը գա, այն կգա, մի վախեցիր խոսելուց։ Մի վախեցիր ասելու, ես ավելին եմ, քան դուք տեսնում եք։ Որովհետև աշխարհը պետք է լսի քո ձայնը։ Աշխարհին պետք է այն, ինչ դու գիտես։ Եվ աշխարհն ավելի լավ տեղ կլինի, երբ դու վերջապես կարողանաս լինել այն, ով իրականում ես։ Հաղորդավարը, տեսանելիորեն հուզված, մի վերջին հարց տվեց։ Իսկ ինչ կասեիք հազարավոր մարդկանց, ովքեր հիմա դիտում են, գուցե գտնվում են ձեր նախկինի նման իրավիճակներում։ Անոն ուղիղ նայեց տեսախցիկին, իմանալով, որ մյուս կողմում միլիոնավոր մարդիկ կան, նրանցից շատերը լուռ պայքարող, շատերը դարակներում դիպլոմներ թաքցնող, շատերը մաքրող, եփող, պահպանող, ընդունող, երբ կարող էին շատ ավելին անել։ Ես կասեի. Դուք մենակ չեք։ Ես կասեի. Այն, ինչ դուք գիտեք, այն, ինչ դուք եք, արժեք ունի։ Հսկայական արժեք։ Եվ ես կասեի. Մի կորցրեք հույսը։ Շարունակեք սովորել, շարունակեք աճել, շարունակեք լինել այն, ով դուք եք ներսում, նույնիսկ երբ աշխարհը պնդում է ձեզ տեսնել միայն դրսից։ Որովհետև երբ ձեր հնարավորությունը գա, ես խոստանում եմ, որ այն կգա, եթե դուք չհանձնվեք, դուք պետք է պատրաստ լինեք։ Եվ դուք կլինեք։ Ինչպես ես էի։ Ինչպես շատ ուրիշներ էին։ Այն անտեսանելիությունը, որը մյուսները պարտադրում են ձեզ, իրական չէ։ Դուք միշտ տեսանելի եք եղել նրա համար, ով իսկապես կարող է։ Ձեզ համար։ Եվ մի օր մնացած աշխարհը վերջապես կտեսնի այն, ինչ դուք միշտ գիտեիք, որ այնտեղ է։ Երբ հաղորդումն ավարտվեց, ազդեցությունն անմիջական էր զանգվածային։ Սոցիալական ցանցերը պայթեցին մարդկանցով, ովքեր կիսվում էին իրենց սեփական պատմություններով, թաքնված տաղանդների, անտեսված դիպլոմների, թերագնահատված կարողությունների մասին։
Եվ ամենակարևորը, գործատուները սկսեցին արձագանքել, նրանցից շատերը ցնցված հասկանալով, որ գուցե իրենց սեփական ընկերություններում կան մարդկային գանձեր, որոնք վատնվում են։ Այդ գիշեր, վերադառնալով Մալաթիա Սեբաստիայի բնակարան, որն այժմ ավելի մեծ էր հարմարավետ, բայց դեռ նույն թաղամասում, որտեղ միշտ ապրել էին, Անոն նստեց մոր դստեր հետ, քնելուց առաջ թեյ խմելու։ Դա մի ծես էր, որը նրանք պահպանում էին, երբ հնարավոր էր, ընտանեկան կապի, արմատների, հիշողության պահ, թե որտեղից են եկել, երախտագիտության, թե ուր են հասել։ Մամ, ասաց Անուշը, այժմ արդեն ավարտելով բժշկականը մանկաբուժության ռեզիդենտուրա անցնելով, երբեմն ես դեռ չեմ հավատում այն ամենին, ինչ տեղի ունեցավ։ Երազ է թվում, գիտես։ Այն ձը, որով ամեն ինչ փոխվեց։ Տիկին Վարդուհին, այժմ գրեթե 80 տարեկան, բայց դեռ պարզամիտ իմաստուն, պատասխանեց Անոյից առաջ։ Երազ չէր, թոռնիկս։ Պայքար էր։ Արժանապատվություն էր։ Քո մայրն էր, որ երբեք չմոռացավ, թե ով է ինքը, նույնիսկ երբ աշխարհը փորձում էր նրան ստիպել մոռանալ։ Դա բախտ չէ։ Դա բնավորություն է։ Անոն ժպտաց, բռնելով այն երկու կանանց ձեռքերը, որոնց սիրում էր ամեն ինչից շատ։ Եվ հենց ձեզ երկուսիդ համար է, որ ես երբեք չհանձնվեցի։ Որովհետև երբ դու ունես մարդիկ, որոնք քեզ իսկապես սիրում են, որոնք հավատում են քեզ, նույնիսկ երբ ուրիշ ոչ ոք չի հավատում, դու գտնում ես ուժեր, որոնք նույնիսկ չգիտեիր, որ ունես։ Ավելի ուշ, մենակ իր սենյակում, Անոն բացեց մի հին դարակ, որտեղ պահում էր կարոր հուշեր։ Այնտեղ էր նրա հավաքարարի կապույտ համազգեստը, խնամքով ծալված։ Նա այն դեն չէր նետել, երբեք չէր նետի։ Դա իր պատմության, իր ինքնության մի մասն էր։ Դա թաքցնելու ամոթ չէր, այլ հարգելու հիշողություն։ Այդ համազգեստը ներկայացնում էր զոհաբերության տարիներ, մայրական սիրո տարիներ, լուռ արժանապատվության տարիներ։ Եվ այն դասեր էր տվել, որոնք ոչ մի դիպլոմ չէր կարող տալ։ Համազգեստի կողքին նրա դիպլոմներն էին։ Բակալավրիատը, մագիստրատուրան, դոկտորանտուրան։ Եվ հիմա, պատվավոր պրոֆեսորի կոչումը։ Միասին, կապույտ համազգեստը դիպլոմները պատմում էին ամբողջական պատմությունը։ Ոչ միայն անկման վերելքի, ոչ միայն նվաստացման հաղթանակի, այլ մի կյանքի, որն ապրվել էր ազնվությամբ, սիրով կատարված դժվար ընտրություններով, մի ճանապարհորդության, որն ապացուցեց, որ գիտելիքն ու արժանապատվությունը սոցիալական դաս չունեն, համազգեստ չունեն, հատուկ պաշտոն չունեն։ Դրանք յուրաքանչյուր մարդու ներսում են, սպասում են, երբեմն շատ երկար, բայց միշտ այնտեղ, պատրաստ դուրս գալու, երբ հնարավորությունն ու խիզախությունը վերջապես հանդիպում են։ Տարիները շարունակում էին անցնել, Անահիտ Սարգսյանի, այն հավաքարարի պատմությունը, որը 13 լեզվով էր խոսում, շարունակում էր ոգեշնչել սերունդներին։ Նրա մասին գրքեր գրվեցին, վավերագրական ֆիլմեր նկարահանվեցին, նրա կյանքը դարձավ դեպքի ուսումնասիրություն կառավարման սոցիայի դասընթացներում։ Բայց Անոյի համար իրական ժառանգությունը ոչ թե փառքի կամ ճանաչման մեջ էր։ Այն նամակների մեջ էր, որոնք ստանում էր անանուն մարդկանցից, որոնք պատմում էին, թե ինչպես են խիզախություն գտել բացահայտելու իրենց տաղանդները։ Այն լուսանկարների մեջ էր, որոնք գալիս էին ընկերություններից, որոնք որդեգրել էին թաքնված տաղանդների գնահատման մոդելը։ Այն աշխատակիցների ժպիտների մեջ էր, որոնք այլս անտեսանելի չէին։ Եվ ամենակարևորը, այն գիտակցության մեջ էր, որ երբ նա այլս այստեղ չլինի, երբ այս աշխարհում իր ժամանակը վերջանա, աշխարհը մի փոքր ավելի լավ, մի փոքր ավելի արդար, մի փոքր ավելի ընդունակ կլինի տեսնելու մարդկանց իրական արժեքը, նրանց արտաքինից, նրանց պաշտոններից, նրանց պահի հանգամանքներից այն կողմ։ Որովհետև նա ապացուցել էր իր սեփական կյանքով, որ դա հնարավոր է։ Որ իրական փոփոխությունները կարող են սկսվել խիզախությամբ ասված 3 բառից։ Որ պարտադրված անտեսանելիությունը կարող է մարտահրավեր նետվել, հաղթահարվել։ Եվ որ յուրաքանչյուր մարդու ներսում, ով մաքրում է, պահպանում է, եփում է, սպասարկում է, կամ պոտենցիալի ամբողջական տիեզերքներ, որոնք պարզապես սպասում են տեսնվելու, ճանաչվելու, գնահատվելու։ Այն կնոջ պատմությունը, որը լուռ մաքրում էր 13 լեզվով խոսում, դարձավ շատ ավելին, քան հաղթահարման անձնական պատմություն։ Այն դարձավ խորհրդանիշ, մշտական հիշեցում, որ մենք երբեք չպետք է դատենք մարդկանց միայն նրանով, ինչ տեսնում ենք մակերեսին, որ տաղանդները ամենուր են, սպասելով բացահայտվելու, որ հասարակության իրական մեծությունը չափվում է ոչ թե նրանով, թե ինչպես է վերաբերվում իր ամենատեսանելի անդամներին, այլ նրանով, թե ինչպես է ճանաչում, գնահատում նրանց, ովքեր միշտ այնտեղ են եղել, լուռ աշխատելով, համբերատար սպասելով իրենց հնարավորությանը, վերջապես տեսանելի լինելու։
Եվ Հայաստանի յուրաքանչյուր անկյունում, յուրաքանչյուր ընկերությունում, յուրաքանչյուր դպրոցում, յուրաքանչյուր համայնքում այժմ կային մարդիկ, ովքեր մի փոքր ավելի ուշադիր էին նայում, մի փոքր ավելի խորն էին հարցնում, մի փոքր ավելի շատ էին ջանք թափում տեսնելու ակնհայտից այն կողմ, որովհետև Անահիտ Սարգսյանը բոլորին մի հիմնարար դաս էր տվել։ Գիտելիքը սոցիալական դաս չունի, տաղանդը համազգեստ չունի, արժանապատվությունը կախված չէ մեր կատարած պաշտոնից, այլ նրանից, թե ինչպես ենք մենք հավատարիմ մնում նրան, ով իրականում ենք, նույնիսկ երբ ամբողջ աշխարհը կարծես թե չի նայում։